Բարի երեկո, սիրելի ներկաներ։ Անչափ ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունելու համար։ Այսօր մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որ դարձել է հայ ինքնության մի անբաժան մասնիկ։ Ուրախ եմ տեսնել, որ այս թեման երբեք չի մարում եւ վստահ եմ, որ չի մարի, շարունակելով մնալ եւ Հայաստանի եւ Սփյուռքի հետաքրքրությունների օրակարգում։ Մինչ մեր բուն հանդիպման սկիզբը ցանկանում եմ ձեզ ներկայացնել հանդիպման համար անհրաժեշտ տեխնիկական ցուցումները։ Եվ այսպես, էկրանի ներքևում կտեսնեք թարգմանության կոճակը, սա այն մասնակիցների համար է, ովքեր ցանկանում են հանդիպմանը հետևել անգլերենով, ես քիչ հետո նաև անգլերեն լեզվով կներկայացնեմ։ Եթե ցանկանում եք լսել մեր հյուրին անգլերեն թարգմանությամբ, խնդրում եմ սեղմել էկրանի ներքևի գլոբուսի պատկերի վրա interpretation կոճակը։ Սեղմում ենք interpretation, ընտրում ենք English եւ ամենակարևորը չենք մոռանում անջատել սկզբնական ձայնը, այսինքն mute original audio. So, if you'd like to listen to the guest with English translation, you can find the globe icon at the bottom of the screen. So you can see the interpretation button. You need to click on the interpretation button, select English, and it's very important, do not forget to mute the original audio. Սիրելի ներկաներ, հանդիպան ընթացքում կարող եք ձեր հարցերը գրել chat հատվածում, մենք հանդիպման վերջում անպայման կկարդանք ձեր հարցերը եւ մեր հյուրը սիրով կպատասխանի։ Եվ այսպես, հայկական վիրտուալ համալսարանի անունից եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ առցանց կրթահարթակի վեբինարի շրջանակներում։ Մի փոքր ցանկանում եմ ներկայացնել առցանց կրթահարթակի մասին նրանց համար, հատկապես ովքեր առաջին անգամ են միանում կրթահարթակի շրջանակում մեր վեբինարներին։ Առցանց կրթահարթակը մեր գլոբալ կրթական նախաձեռնությունն է, որի առաքելությունն է միավորել հայ համայնքներին ամբողջ աշխարհում կրթության, երկխոսության եւ մշակութային իրազեկվածության խթանման միջոցով։ Այսօրվա հանդիպումը առանձնահատուկ է, այն նվիրված է մեր ազգային հիշողության ամենացավալի էջին, հայոց ցեղասպանությանը։ Այս երեկո մենք միասին ոչ միայն ոգեկոչում ենք զոհերին, այլև խորապես ուսումնասիրում ենք ցեղասպանությունը, վերջինիս ժառանգությունը եւ փորձում լիովին ըմբռնել այն դասերը, որոնք կարծում եմ պարտավոր ենք քաղել այս ամենից որպես ազգ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ միացել եք մեզ, միասին հիշելու, խորհելու եւ խորացնելու մեր հավաքական գիտակցությունը։ Այժմ ցանկանում ենք համառոտ ներկայացնել առցանց կրթահարթակը, որտեղ կարող եք գտնել հայկական ժառանգությանը նվիրված բազմազան թեմաներ, ինչպես նաև մեր բազմաթիվ վեբինարների տեսաձայնագրությունները։
Ցանկանում եմ նաև նշել, որ իր մեկնարկի հենց առաջին օրերից հայկական վիրտուալ համալսարանի առցանց կրթահարթակը բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպել նվիրված հայոց ցեղասպանությանը եւ հաջորդիվ միասին կդիտենք այդ հանդիպումներից մի քանի հատված։ Այսօր մենք գտնվում ենք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ A most interesting and almost certainly true story. Find somebody to assist with a certain part of it. Կարծում կարող ենք անցնել արդեն մեր բուն հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում, ինչպես հասկացաք, կօգնեմ ձեզ ես, Անի Դեկիրմենչյանս, հայկական վիրտուալ համալսարանի ավագ դասախոս եւ այժմ ցանկանում եմ մեծ ուրախությամբ ձեզ ներկայացնել դոկտոր Սուրեն Մանուկյանին։ Դոկտոր Մանուկյանը Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավարն է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցեղասպանության կանխարգելման ամբիոնի վարիչը Երևանի պետական համալսարանում։ Դոկտոր Մանուկյանը դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Դոկտոր Մանուկյանը եղել է Ֆուլբրայթ կրթաթոշակառու Ռատկերսի համալսարանում եւ հրավիրյալ գիտաշխատող Կալիֆոռնիայի պետական համալսարանում։ Նա նախկինում եղել է միջազգային ցեղասպանագետների ասոցիացիայի խորհրդի անդամ։ Դոկտոր Մանուկյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են ցեղասպանության բնություններին, կատարողներին եւ զանգվածային հանցագործությունների միկրոդինամիկային։ Շնորհակալ ենք դոկտոր Մանուկյանին մեր հրավերն ընդունելու եւ իր արժեքավոր գիտելիքներով մեզ հետ կիսվելու համար։ Դոկտոր Մանուկյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, ձայնս լավ է լսվում։ Հա, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք սկզբում նախատեսում էինք նման հաղորդում ունենալ անցած շաբաթ, ապրիլի 24-ին ավելի մոտ, բայց քանի որ ես երկրում չէի, ավելի հետաձգվեց, բայց կարծում եմ, որ միգուցե սա ավելի ճիշտ է, որովհետև ամեն տարի ապրիլի 24-ին մենք շատ զգայական ենք ընկալում այս թեման եւ շատ դեպքերում չենք վերլուծում այն շատ դեպքերում ռացիոնալ կերպով եւ ավելի շատ շեշտադրումը դնում ենք իհարկե ողբերգության վրա, զոհերի ոգեկոչման վրա եւ սա ինչ որտեղ նաեւ մի առիթ է եւս մեկ անգամ խոսել հայոց ցեղասպանության մասին ապրիլի 24-ից դուրս, որովհետեւ չեմ կարծում, որ հայոց ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ին պատկանող իրադարձություն է, հակառակ ինքը շատ մեծ նշանակություն ունի ընդհանրապես մեր ինքնության ձևավորման վրա, ինքը շատ մեծ նշանակություն ունի նաև այսօրվա հային հասկանալու համար, որովհետև վերջին հաշվով շատ գործողություններ, որոնք մենք իրականացնում ենք,
եւ պատճառաբանված են եւ նաեւ հետևանքն են այն աղետի, այն ողբերգության եւ այն հանցագործության, որի միջով մենք անցանք, որի զոհը մենք դարձանք։ Այսօր երբ որ քննարկում էինք ինչ թեմայի շուրջ կարելի է խոսել, մի թեմա ընտրեցինք, որը կարծում եմ, որ կարևոր է, որովհետև շատ հաճախ եւ նաեւ մեր թանգարան եկած թե օտարերկրացի հյուրերը, թե նաեւ ոչ միայն օտարերկրացիները, այլ նաեւ մեզ համար հայերիս այդ հարցը միշտ այսպես բարձրացվող թեմաներից է, երբ որ փորձում ենք հասկանալ ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, որոնք էին պատճառները։ Որովհետև ընդհանրապես ցեղասպանությունները շատ բարդ, այսպես կոմպլեքս երևույթ են եւ շատ դժվար է իհարկե գտնել մեկ պատճառ, մեկ հետևանք եւ ընդհանրապես պատմության մեջ շատ դժվար, շատ գրեթե այսպես անհնար է գտնել ինչ-որ մի դեպք, որը ուղղակի պատճառաբանված լինի մի գործողությամբ կամ մի ինչ-որ պատճառով։ Եվ նույնը հայոց ցեղասպանության պարագայում, նույն ցեղասպանությունների պարագայում, որտեղ ցեղասպանությունը վերջին հաշվով դա այսպես սովորական երևույթ չի։ Ինքը արտասովոր մի բան է, երբ քաղաքական ռեժիմները, քաղաքական իշխանությունը այս կամ այն երկրի որոշում է, որ իր խնդիրները լուծելու համար պետք է ոչնչացնի ամբողջական մարդկանց խումբ։ Եվ ցեղասպանությունները տեղի ունենում տարբեր երկրներում, տեղի ունեն տարբեր դարաշրջաններում, բայց 20-րդ դարը որոշակիորեն տարբերվում են նաև նախկինում, նաև միջև 20-րդ դարը տեղի ունեցած ցեղասպանություններից մի բանով, որ 20-րդ դարում մենք տեսնում ենք ցեղասպանությունների շատ մեծ մասշտաբներ, տեխնիկական նորամուծությունները, այսպես տեխնոլոգիական լուծումները, այն ինչ որ պետք է մարդկության կյանքը դարձներ ավելի անվտանգ, այն ինչ որ պետք է մարդկության կյանքի որակը բարձրացներ, հանկարծ մենք տեսնում ենք, որ այդ ամենը այդ նորամուծությունները սկսում են ծառայեցվել սպանություններին եւ ոչ թե այսպես ոչ թե ի բարօրություն մարդկության հասարակությանը։ Եվ այդ առումով հայոց ցեղասպանությունը առաջին մեծ ցեղասպանությունն էր 20-րդ դարին, բայց նրան հետևեց հոլոկոստը, նրան հետևեց Կամբոջայի ցեղասպանությունը, Բանգլադեշում տեղի ունեցած ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ ցավոք սրտի այս ցանկը միայն այս դեպքերով չի սահմանափակվում եւ մենք վերջերս տեսանք, որ Արցախում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները նույնպես կարելի է համարել որոշակիորեն ցեղասպանական գործողություններ։ Ահա եկեք սկսենք, եկեք փորձենք հասկանանք ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Որոնք են այն պատճառները, այն հսկայական, այն մեծ այսպես պատճառները, որոնք շարժեցին, շարժման մեջ դրեցին այն ուժերը, որոնք բերեցին հայոց ցեղասպանությանը։ Ես սլայդներս իմ փորձեմ բանանեմ, տարածեմ, երևում է իմ սլայդը։ Այո, տեսնում ենք։ Այո, սլայդները անգլերեն կլինեն, ինձ թվում է դա ավելի հեշտ է, որպեսզի նաև մեր թարգմանության պարագայում որոշակիորեն այսպես կրկնության կարիք չլինի։ Երբ որ մենք խոսում ենք Օսմանյան կայսրության մասին, մենք խոսում ենք մի հսկայական պետության մասին, մի պետության, որը տարածվում էր Պարսից ծոցից մինչև Ալժիր եւ Ղրիմից կամ Վիեննայի դարպասներից մինչև Եգիպտոս, եւ այս հսկայական պետությունը, որը իր այսպես բարձրունքին հասավ 16-ից 18-րդ դարերում, այսպես շատ արագ եւ շատ արագ եւ ագրեսիվ զարգացում արձանագրեց։ Փոքրիկ մի իշխանությունից դառնալով տարածաշրջանի ամենամեծ, ամենախոշոր պետությունը։ Ինքը դարձավ կայսրություն։ Կայսրությունները ունեն մի առանձնահատկություն, որը պետք է անպայման նշել։ Կայսրությունները ողջունում են, կայսրությունները շատ դեպքերում նույնիսկ իրենք կուլտիվացնում են կայսրությունները, նույնիսկ շատ դեպքերում այսպես զարգացնում են տարբերությունները։ Կայսրություններում ապրում են տարբեր ժողովուրդներ, կայսրություններում այդ եւ Օսմանյան կայսրությունում ապրում են մոտ 40 էթնիկ, կրոնական, ազգային, այսպես խմբեր, ովքեր
տարբեր զարգացման աստիճանի վրա էին գտնվում, ովքեր տարբեր հավատալիքներ ունեին, տարբեր լեզուներով էին խոսում եւ կայսրությունը դա ողջունում էր։ Ինչու էր կայսրությունը դա ողջունում։ Դա շատ կարևոր հարց է քննարկելու համար, որովհետեւ հետագայում մենք կտեսնենք ինչպես կայսրության փլուզումը դարձավ ճակատագրական շատ այդ ժողովուրդների համար։ Կայսրությունները կառավարելու համար կարիք ունեն երկու բանի։ Առաջինը դա տարբերություն ժողովուրդների մեջ, ինչպես եւ մի քիչ առաջ նշեցի։ Երկրորդը դա հիերարխիան, դա աստիճանակարգը։ Երբ որ տարբեր հասարակության տարբեր խմբեր, տարբեր էթնիկ խմբեր, տարբեր կրոնական խմբեր, իրենք աստիճանական ձևով են դասավորված հասարակությունում։ Եվ Օսմանյան կայսրությունում դա իրողություն էր, երբ թուրքերը համարում էին իրենց իշխող խավ եւ իրենք լինելով Օսմանյան կայսրությունը լինելով կրոնական պետություն, կրոնապետություն, թեոկրատիա, քանի որ ինքը կառավարում է շարիատի օրենքներով, քանի որ այս պետության ղեկավարը սուլտանը միաժամանակ նաև խալիֆա էր, այսինքն բոլոր իսլամադավանների հոգևոր առաջնորդն էր, կայսրությունը բաժանված էր այս աստիճանակարգերի։ Վերևում կայսրության իշխող խավը մուսուլմաններն էին, ովքեր քաղաքացիներն էին այս պետության, ովքեր օժտված էին բոլոր իրավունքներով, ովքեր օգտվում էին առանձնաշնորհ կարգավիճակով այս պետությունում եւ նույնիսկ այս իսլամական համայնքի մեջ կար դասավորվածություն, թեև իսլամը իհարկե չի բաժանում ազգությունների, իսլամի համար բոլորը, եթե նրանք իսլամադավան են, ապա բոլորը մի ումմայի, մի կրոնական համայնքի մասեր էին, բայց նույնիսկ այստեղ մենք տեսնում ենք որոշակի տարբերություն, երբ որ թուրքերը իրենց ձեռքն են վերցրել կայսրության ամբողջական վարչական կառավարում, ամբողջ ադմինիստրատիվ կառավարումը գտնվում է թուրքերի ձեռքում։ Հետո հաջորդ երկրորդ կարգի քաղաքացիներ գոյություն ունեին, որոնց ասում էին զիմմիներ, եւ այս խմբերը դրանք քրիստոնյաները եւ հրեաներն էին, այսինքն դա այն ժողովուրդներն էին, ովքեր ունեին սուրբ գիրք, ովքեր հավատում էին մի Աստծո, բայց միաժամանակ նրանք իսլամադավան չեն եւ իրենք հանդուրժվում են, իրենք հանդուրժվող խումբ են այն ժամանակ, միջև իրենք չեն ապստամբում, միջև իրենք այսպես պետության քաղաքականությանը դեմ այլ տեսլական չեն առաջարկում։ Եվ ամենաներկևի այսպես հատվածում գտնվում են անաստվածները, անհավատները, բազմաստվածություն հետևորդները, մի խոսքով, որոնք ընդհանրապես ոչ մի իրավունք չունեն այս պետությունում։ Այսինքն այս բուրգը շատ լավ բնորոշում էր Օսմանյան կայսրության անցուդարձը եւ այս բուրգի մեջ ապրող հայերին մենք դեռ կանրադառնանք եւ կտեսնենք ինչ իրավունքներից էին իրենք զրկված եւ ինչպես դա հետո անդրադարձավ եւ դարձավ պատճառ հայոց ցեղասպանության։ Ընդհանրապես Օսմանյան կայսրությունը շատ այսպես դաժան կայսրություն էր։ Ընդհանրապես բոլոր կայսրություններն են դաժան։ Պետք է ընդունենք, որ, չգիտեմ, բրիտանական կայսրության կամ ռուսական կայսրության քաղաքականությունը նույնպես այնպես չի, որ նվաճված ժողովուրդների համար շատ բարենպաստ էր, բայց այնուամենայնիվ Օսմանյան կայսրությունը որոշակի առանձնահատկություններ ուներ, որը նույնիսկ այս բռնի էություն ունեցող կայսրությունների մեջ որոշակիորեն առանձնահատուկ էր դարձնում իրեն։ Նախ եւ առաջ բռնությունը, մշտական եւ շարունակական բռնությունը։ Մենք տեսնում ենք ամբողջ Օսմանյան կայսրության գոյության ընթացքում բազմաթիվ զանգվածային սպանություններ, երբ որ ինչ որ մի շրջանում ապստամբություն բռնկվելու դեպքում կամ ինչ որ մի շրջանում ապստամբական շարժումների արկայության դեպքում մենք տեսնում ենք, որ կոտորվում են ամբողջական բնակավայրեր։ Օրինակ դա լինում է Բուլղարիայում, դա լինում է քրդական շրջաններում, դա լինում է հունական շրջաններում եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ 1, 2, 10, չգիտեմ, մեղավորի դեպքում կարող են պատժի ենթարկվել ամբողջական համայնքներ, ամբողջական գյուղեր եւ շրջաններ կարող են ոչնչացվել։ Եվ օրինակ, չգիտեմ, 1870-ականների 75 թվականին, երբ որ բռնկվեց ապստամբություն սկզբից Չեռնոգորիայում, հետո Մակեդոնիայում, հետո այն տարածվեց Բուլղարիայում, մենք տեսնում ենք, որ դաժան այսպես արշավանքները, որոնք մղվեցին այդ պայքարը, որոնք մղվեցին ապստամբների դեմ, նաև դրա արդյունքում դարձան ամբողջական տարածաշրջանների բնաջնջումը։
Օսմանյան կայսրությունը նաև շատ տարածված բան էր կրոնափոխությունը, երբ որ քրիստոնեական համայնքների ճնշվում էին եւ ժամանակ առ ժամանակ տեղի ունենում այս կրոնափոխության իսլամականացված արշավները։ Կային մենք բոլորս գիտենք այս բանի Դևշիրմե կոչվածը, երբ որ քրիստոնյա երեխաներին հավաքագրում էին եւ նրանցից ստեղծում էին յենիչերիների այսպես ջոկատներ։ Մի խոսքով այս դաշնությունները, որոնք ամբողջ ընթացքում կայսրության գոյություն ունեին, բնականաբար որոշ ժամանակ կարողանում էին պահպանել կայսրության միասնականությունը, որովհետեւ ցանկացած նորից եմ կրկնում, ընդվզում կարող էր բերել բնաջնջման եւ կայսրությունը բռնի ուժով եւ այդ վախի մթնոլորտում պահում էր կայսրության ամբողջականությունը։ Եվ պատահական չէ, որ երբ որ 19-րդ դարի այսպես կեսերի վերջում նաև հայերը որոշակի այսպես հավակնություններ սկսեցին ներկայացնել Օսմանյան կայսրությունում անցան դաժանագույն կոտորածներ, որոնք պատմության մեջ մտան որպես Համիդյան կոտորածներ, երբ որ Աբդուլ Համիդ II-ը նախաձեռնեց այս կոտորածները եւ հսկայական թվով մոտ 200,000 մարդ զոհ գնաց այս ամենին։ Հայերը Օսմանյան կայսրությունում ապրում էին, սա էթնիկ քարտեզն է, չգիտեմ, լավ երևում է, հա, տարբեր գունավորումներով կարող եք տեսնել տեղաբաշխվածությունը բնակչության եւ հայերը հիմնականում տեսնում ենք, որ ապրում են արևելյան շրջաններով, այս դեղին գույնով ներկված տարածքներ հիմնականում հայաբնակ էին, բայց նաեւ տեսնում ենք, որ շատ տեղերում այսպես խառը բնակչություն գոյություն ունի, կարմիր գույնով ներկվածները դա թուրքական բնակչությամբ են, կանաչը արաբական, չգիտեմ, կապույտը հույներով եւ քրդերով, շագանակագույնը քրդերով ներկված շրջանները։ Եվ այս մոզաիկը, այս խճանկարը, որը գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում, ինքը պարբերաբար իհարկե խնդիրներ էր ստեղծում եւ հակասություններ կային, օրինակ հայկական այս շրջաններում, այս 6 վիլայեթներում, 6 նահանգներում Օսմանյան կայսրության Էրզրում, Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեկիր եւ Սեբաստիա, այս 6 նահանգներում, որտեղ բնակվում էին հիմնականում հայկական բնակչությունը կենտրոնացված էր, այնտեղ նույնպես պարբերաբար մենք տեսնում ենք պայքար հողի համար, քրդական գյուղերի եւ այսպես քրդական ցեղերի հետ մենք տեսնում ենք պայքար թուրքերի հետ հարկեր հավաքելու տեսանկյունից եւ այսպես մրցակցության տեսանկյունից ամեն դեպքում կայսրությունը ել եմ կրկնում որոշ ժամանակով կարողանում էր կարգավորել այս իրավիճակը ինչպես այն ամեն մի ազգությանը որոշակի ոլորտ էր տվել, որի շրջանակներում այդ ազգությունը կարող էր զարգանալ օրինակ հույներին տրվել էր նավատորմը Օսմանյան նավատորմում գերիշխանություն եւ օրինակ եթե տեսնենք որ ծովափները իրոք հիմնականում հույներով էին բնակեցված եւ իրենք նավատորմի վարելու հին ավանդույթներ ունեն եւ հունական նավատորմը հիմնականում հույներից էր բաղկացած կամ հրեաների ձեռքում էր գտնվում էին ֆինանսները եւ այսպես ֆինանսների շրջանառությունը, բանկային գործը եւ այլն։ Հայերին օրինակ արաբները ծառայում են Օսմանյան բանակում եւ Օսմանյան այսպես բանակի հիմնական այսպես ջոկատները, հետևակային ջոկատները հիմնականում արաբներից էին բաղկացած։ Հրամանատարությունը թուրքական էր, որովհետեւ թուրքերը իրանց վրա են վերցնում կայսրության կառավարումը, բյուրոկրատիան էր թուրքական եւ ամբողջ այս կառավարչական համակարգը թուրքերի ձեռքում էր։ Հայերին տրվել էր առևտուրը զարգացնելու այսպես շնորհը, մենաշնորհը եւ հայերը բավականին ակտիվ եւ բավականին հաջող դա իրականացնում են։ Մենք տեսնում ենք մեծահարուստ հայեր, մենք տեսնում ենք շատ հարուստ այսպես ընտանիքներ, ովքեր այս Պոլսում էին ապրում, մայրաքաղաքում էին ապրում Կոստանդնուպոլսում եւ այսպես հարուստ առևտրային գործունեություն ունեին ծավալում ոչ միայն արևմտյան Հայաստանում, այս Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում, այլ Եվրոպայում, չգիտեմ, իրենք մի քանի լեզու իմացող բիզնեսմեններ էին, ովքեր մեծ առևտրական ընկերություններ ունեին մասնաճյուղերով, չգիտեմ, Մարսելում, Մանչեսթերում, Բարսելոնում եւ շատ այսպես բավականին ազդեցիկ էին տնտեսական կյանքում Օսմանյան կայսրությունում։ Գրեթե ամբողջ առևտուրը
արևելյան գոնե վիլայետների եւ նաեւ Եվրոպայի այդ առևտուրը գտնվում էր հայերի ձեռքում։ Այսինքն Օսմանյան կայսրությունը բաժանել էր ազգությունները ըստ իրենց դիրքերի, բայց կար մի բայց դու հավակնություն չպետք է ունենայիր քաղաքական ինքնավարություն ունենալու կամ չպետք է ունենայիր հավակնություն այս կայսրության քաղաքական իշխանության նկատմամբ։ Եվ սա բացարձակ արգելք էր եւ եթե մենք եւ մարդիկ զրկված էին ուղղակի իրենց անձնական ազատություններից։ Այսինքն լինելով նորից կրկնեմ, լինելով կրոնապետություն, Օսմանյան կայսրությունը ճանաչում էր միայն մուսուլման բնակչությունը որպես լիիրավ քաղաքացիներ այս երկրի, իսկ ոչ մուսուլման բնակչությունը, ոչ իսլամական բնակչությունը, դրանք ենթակա տարրեր էին, ենթակա այսպես մարտիկ էին այս պետությունում եւ որոնք զրկված էին, որոնք ամենօրյա խտրականության էին ենթարկվում եւ զրկված էին տարրական իրավունքներից։ Չգիտեմ, օրինակ իրավունք չունեին պետական որևէ պաշտոն զբաղեցնելու կամ օրինակ բանակում ծառայելու, կամ իրենք իրավունք չունեին զենք կրելու ընդհանրապես, իրենք իրավունք չունեին քրիստոնյաները, այդ թվում նաև հայերը, իրենք իրավունք չունեին օրինակ դատարանում մուսուլմանների դեմ վկայություն տալու։ Նրանք նույնիսկ իրավունք չունեին գեղեցիկ շորեր զգեստներ հագնելու։ Այո, նույնիսկ այդպիսի հրամաններ կային, որ մենք տեսնում ենք Օսմանյան սուլտանների կողմից հայտարարված, ընդունված, նույնիսկ նախանշվում էր, թե ինչ գնից ավել շորեր իրանք իրավունք չունեն կրելու։ Եվ սա իհարկե ժամանակի ընթացքում այս օրենքներից ինչ որ մեկը կարող էր անտեսվել, իհարկե 1-2 հայ կարող էին հայտնվել պետական ծառայության մեջ, չգիտեմ, շորերի պարագայում, եթե դու հարուստ հայ էիր, կարող է աչք փակեին, բայց ընդհանուր առմամբ դու թիրախավորված համայնք էր եւ ցանկացած բայի այդ օրենք խախտելը կարող էր սա շատ ծանր նստեր քո վրա եւ դու կարող էիր ուղակի ձերբակալվել, դու կարող էիր ուղակի սպանվել եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրեր։ Դու կարող ես լինել միլիոնատեր այսօրվա լեզվով ասած, բայց ոչ ոք պատասխանատվություն չկրեր, որովհետեւ դու երկրորդ կարգի քաղաքացի ես։ Եվ նաեւ տնտեսական ճնշումը կար, հայերը շատ ավելի մեծ հարկեր էին վճարում, քան մնացածը։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ այն պատկերը, որ այսօրվա օրինակ թուրքական պատմագրությունը ուզում է ստեղծել, որ հայերը շատ այսպես բարեկեցիկ լավ կյանքով ապրում էին Օսմանյան կայսրությունում եւ հանկարծակի տեղի ունեցավ ցեղասպանություն, իրականությանը չի համապատասխանում։ Ել եմ կրկնում, իհարկե կային որոշ հայեր, որոնք հասել էին ինչ-որ տնտեսական հաջողությունների, բայց նույնիսկ այդ հայերը զրկված էին բոլոր իրավունքներից։ Իսկ եթե մենք խոսում ենք արևելյան շրջանների աղքատ գյուղացիությունից, ապա մենք տեսնում ենք, որ այստեղ ոչ միայն այս իրավունքներից են իրենք զրկված, այլ նույնիսկ տնտեսապես շատ ծանր պայմաններում են գտնվում եւ հարկահանության երկակի բեռ էին կրում եւ քրդական առաջնորդներին էին հարկ վճարում ոչ այսպես օֆիցիալ, ոչ պաշտոնական եւ մշտապես ենթարկվում էին քրդական հարձակումներին, որոնք կարող են ավիրել գյուղեր, գողանալ եւ առևանգել կանանց եւ աղջիկներին եւ նաեւ միաժամանակ թուրքական այս բյուրոկրատիայի պետական ապարատի ազդեցության տակ էր։ Եվ բավական երկար դարեր շարունակ հայերը այսպես ապրում էին, գոյատևում էին, ինչ որ մի ձև կարողանում էին իրենց կյանքը դասավորեին։ Բայց 19-րդ դարի կեսին տեղի ունենում մի բան, որը ամբողջությամբ փոխում է Օսմանյան կայսրությունը։ Օսմանյան կայսրությունը մտնում է մի շրջան, որտեղ երբ կայսրությունում սկսում է տարածվել սկսում են տարածվել եվրոպական գաղափարախոսությունները եւ այդ գաղափարախոսություններից ամենանշանավորը միգուցե հենց ազգայնականության գաղափարն էր։ Որն էր ազգայնականության գաղափարը, որ քո պետությունը պետք է լինի ազգային եւ դու քեզ կարող ես ընկալես որպես մեկ ազգի ներկայացուցիչ, այսինքն դու մեկ ազգի ներկայացուցիչ ես, սովորաբար նույն լեզվով ես դու խոսում, դու ունես նույն պատմությունը, դու ունես մեկ համայնքին պատկանելու ինքնաընկալումը եւ այս զգացումը, ազգայնականության զգացումը, որը առաջացավ ֆրանսիական հեղափոխությունից հետո շատ արագ տարածվեց ամբողջ Եվրոպայում, շատ
պոպուլյար եւ կարեւոր դարձավ։ Օրինակ, այս ժամանակ էր, երբ որ գերմանական կայսրությունը միավորվեց եւ գերմանական փոքր մանր պետությունները, որոնք շատ էին, մոտ 50 գերմանական փոքրիկ պետություններ կային, փոքր եւ մեծ եւ միջին պետություններ կային, որոնք օրինակ 1871 թվականին միավորվեցին Բիսմարկի այսպես բանի շնորհիվ, ջանկերի շնորհիվ մի մեծ գերմանական պետության մեջ։ Հետագա կամ օրինակ Իտալիան, էլի Իտալիան բազմաթիվ մասերից էր բաղկացած, միջև որ 1870-ականներին մենք տեսնում ենք, երբ իտալական այս տարբեր իշխանություններից, պետություններից ձևավորում է մեկ իտալական պետություն հիմնված ազգայնականության վրա, հիմնված այն գաղափարի վրա, որ մենք բոլորս խոսում ենք իտալերեն եւ նշանակում է մենք իտալացի ենք։ Նույնը տարբեր ժողովուրդների մոտ սկսեցին այս process-ները եւ Օսմանյան կայսրությունում այս գաղափարները տարածվելուց հետո շատ ժողովուրդներ սկսեցին իրենց ընկալել այլը։ Իրանք սկսեցին հասկանալ, որ այո, մենք ապրում ենք մի կայսրության մեջ, որը իրենք կոչում է Օսմանյան պետություն, բայց մենք ուրիշ ենք։ Առաջինը դա զգացին բալկանյան ժողովուրդները, որտեղ ավելի մոտ էին Եվրոպային, եւ ասենք բուլղարական ազգայնականություն, ռումինական ազգայնականություն կամ հունական ազգայնականությունը ծաղկում ապրեց, երբ որ սերբական ազգայնականություն, երբ որ բոլոր ժողովուրդները սկսեցին նաեւ պայքար մղել իրենց սեփական պետությունը ունենալու համար։ Իրենք ընկալեցին իրենց որպես առանձին ազգ եւ նաեւ սկսեցին սեփական պետությունը ունենալու ձգտում ունենալ։ Այս գաղափարները հասան նաև Հայաստան, բայց Հայաստանը, քանի որ այդքան մոտ չէր Եվրոպային գտնվում, Հայաստանում անկախության ձգտում չառաջացավ, բայց այնուամենայնիվ հայերը սկսեցին նույնպես իրենց ընկալել որպես մեկ այսպես քաղաքական ազգ եւ սկսեցին մտածել որոշակիորեն ինքնավարության մասին, սակայն չեմ ասի, որ դա համատարած ինչ որ մի զգացում էր, մենք ունենք բազմաթիվ հիշատակումներ, հուշեր, երբ որ օրինակ հայկական կուսակցություններ ստեղծվեցին, Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը եւ Արմենականների կուսակցությունը, մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ իրենք գալիս են գյուղեր եւ այդ գյուղերում շատ վատ ընդունելություն են արժանում, երբ որ փորձում են բացատրել, որ այ մենք առանձին, այ մենք կարող ենք առանձին ինքնավար պետություն ունենանք եւ այլն։ Եվ ընդհանրապես բնակության մեջ այդ գաղափարները առանձնապես այսպես չեն տարածվում։ Հետաքրքիր է, որ նույն գաղափարները սկսեցին տարածվել նաև թուրքերի մոտ։ Թուրքական շրջանակներում սկսվեց առաջանալ թուրք լինելու գաղափարը։ Սա շատ հետաքրքիր process է, շատ հետաքրքիր գործընթաց է, որտեղ մինչև 20-րդ դարի սկիզբ, 20-րդ դարի առաջի տասնամյակ նույնիսկ, Օսմանյան կայսրության էլիտան իրեն թուրք չէր ընկալում։ Շատ դեպքերում իրենց անվանում էին օսմանցիներ, եւ եթե օրինակ թուրքական սուլտաններին, օսմանյան սուլտաններին ասեիր, որ դու թուրք ես, իրենք շատ կզարմանային, կարող է նույնիսկ վիրավորվեին, որովհետեւ թուրք այն ժամանակ ասում էին հիմնականում գյուղաբնակ, այսպես թուրքերենը որպես խոսակցական լեզու օգտագործող խմբերին եւ միայն այս ազգայնականության վերելքի ժամանակ է, որ թուրքախոս տարը Օսմանյան կայսրությունում սկսեց իրեն ընկալել որպես թուրք եւ սկսեցին որոշակի շարժումներ, որոնք նաեւ այդ ազգային պետություն ստեղծելու գաղափարը առաջ բերեցին։ Եվ այն մարդիկ, ովքեր սկսեցին խոսել ազգային պետության մասին, դա հիմնականում Եվրոպայում հաստատված, չասեմ առաջացած, հիմնականում հենց Պոլսում էին առաջացել, Օսմանյան կայսրությունում էին առաջացել, բայց Սուլտան Աբդուլհամիդի ճնշման տակ ստիպված էին եղել երկրից փախնել եւ ապաստան էին գտել Եվրոպայում, դա մանր բազմաթիվ խմբեր էին, մանր միջին խմբեր էին, որտեղ երիտասարդներ էին հիմնականում, ովքեր ֆրանսիական, շվեյցարական, գերմանական համալսարանների թուրք ուսանողներ էին, ովքեր սկսեցին միավորվել այդ խմբերի մեջ եւ սկսեցին մտածել նրա մասին, որ Թուրքիան պետք է վերափոխվի, Օսմանյան կայսրությունը պետք է վերափոխվի եւ միգուցե այդ ազգային պետությունն է այդ իդեալը, որի շուրջ իրենք կարող են միավորեն, կարող են վերափոխեն Թուրքիան։ Իսկ ազգային պետությունը ինքը վտանգավոր է
փոքրամասնությունների համար, որովհետև հիշում եք, ես ասացի, որ հիշեք այս հիերարխիկ կառուցվածքը, որը շատ նորմալ էր կայսրությունների համար եւ ոչ թե նորմալ էր, ցանկալի էր։ Կայսրությունները նույնիսկ եթե չունենային այս տարբերությունները, նրանք արհեստականորեն ստեղծում էին խմբերի բաժանումներ, որտեղ հենց այս տարբերությունն էր, որ թուրքերին իրավունք էր տալիս իշխել, որովհետև իրենք ասում էին, մենք իշխում ենք, որովհետև մենք թուրք ենք, որովհետև մենք ենք իշխող տարը այս խմբից, դուք հայերը, չգիտեմ, հրեաներ եւ այլն չեք կարող իշխել, որովհետեւ դուք չեք պատկանում այս խմբին։ Այսինքն այս բաժանում խմբերի օգնում էր իշխելու, բայց երբ որ երիտթուրքերը սկսեցին խոսել ազգային պետության մասին, այս ազգային պետության մեջ պետք է ամփոփված լինեին մեկ ազգի ժողովուրդ եւ այդ մեկ ազգի ժողովուրդը բոլորը կարող էին իշխելու իրավունք ունենային։ Բայց միաժամանակ այդ մեկ միասնական պետության մեջ տարբերություն չպետք է լիներ, չպետք է լիներ լեզվական տարբերություն, բոլորը պետք է խոսեին մի լեզվով, չպետք է լիներ կրոնական տարբերություն, բոլորը պետք է նույն կրոնի պատկանեին եւ չպետք է լիներ տարբեր տեսլականներ ապագայի նկատմամբ։ Այս խմբերը բավական երկար աշխատում են ընդհատակում, Փարիզում, ընդ որում հետաքրքիր է, որ Փարիզում իրենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ են նաեւ հայ այսպես վտարանդիների հետ, հայ հեղափոխականների հետ, հնչակյանների հետ, դաշնակցականների հետ օրեր են, ժամեր են անցկացնում Փարիզի եւ Ժնևի սրճարաններում քննարկելով Օսմանյան կայսրության ապագան, մինչեւ որ հարմար առիթը ընձեռվեց 1908 թվականին, երբ հեղափոխություն տեղի ունեցավ Թուրքիայում, հեղաշրջում կամ կարող ենք ասենք տեղի ունեցավ Թուրքիայում, երբ Մակեդոնիայում տեղակայված բանակի, Օսմանյան բանակի գնդերը շարժվեցին դեպի Պոլիս, Պոլիսում իշխանության գտնվող Աբդուլհամիդը հասկանալով այս վտանգը հայտարարեց, որ նա վերականգնում է սահմանադրությունը, որ ինքը հեռանում է այսպես ակտիվ քաղաքականությունից, չի միջամտելու քաղաքական process-ներին, ուղղակի մնում է այսպես կարելի ասել սահմանադրական միապետի կարգավիճակում եւ իշխանությունը ամբողջությամբ անցավ այս իմ նշված խմբերից մեկին, որոնք իրենց կոչում էին Միություն եւ Առաջադիմություն, Union and Progress կամ Իթիհադ Վեթերակի թուրքերը, եւ որը նաեւ գրականության մեջ երբեմն նշում են ինչպես երիտթուրքեր։ Ուրեմն եւ երիտթուրքերը գալիս են իշխանության 1908 թվականից, իրենք հռչակում են ազատություն, եղբայրություն եւ հավասարություն եւ արտարություն, ֆրանսիական հեղափոխության լոզունգները, Մարսելիեզը ֆրանսիական հեղափոխության հիմնը դարձնում են Օսմանյան կայսրության հիմն, քաղաքական բաները, բանտարկյալները ազատ են արձակվում բանտերից, արգելվում է գրաքննությունը եւ կազմակերպվում են խորհրդարանական ընտրություններ։ Շատ հայեր, ովքեր բանտարկված էին, ազատ են արձակվում, նույնիսկ լինում են բանտարկվածներ, ովքեր խորհրդարանի անդամ են դառնում, ընտրվում են խորհրդարան հայկական այսպես կվոտայով եւ թվում է թե եկել են նոր ժամանակներ, եկել են նոր համակեցության եւ բարեկամության շրջան եւ մենք տեսնում ենք ինչպես հայերը ոգևորված ողջունում են այն ինչ որ հռչակվում է երկրում։ Այստեղ մենք տեսնում ենք ցույցերից մեկը, երբ որ հայերը, այստեղ տեսնում եք նաև հայերեն տարբեր այսպես գրություններով դրոշներ, ազատություն, հավասարություն, արտարություն, հայերը շատ ոգևորությամբ ընդունեցին այս հեղափոխությունը եւ կարծեցին, որ ժամանակն է եկել, որպեսզի այսպես փոխհամաձայնեցված թուրքական իշխանությունների հետ, թուրքական քաղաքական ուժերի հետ կառավարեն երկիրը։ Եվ այստեղ կատարվեց այն, ինչը եւ հարտում է ճանապարհ դեպի ցեղասպանություն, երբ որ հայերը շատ ավելի մեծ հավակնություններ ունեին, քան թուրքերը պատրաստ էին իրենց տալ։ Եվ արդեն կամաց կարող ենք շարժվել այդ պատճառների քննարկմանը եւ առաջի պատճառը, որը ես կմատնանշեմ եւ որի մասին կխոսենք, ես խոսելու եմ 5 պատճառի մասին եւ մենք հետո ձեր հետ նույնիսկ եթե ժամանակ մնաց, կուզենայի որ նաեւ քննարկենք ձեր կարծիքով որ պատճառներ առավել կարևոր է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ի հայտ է գալիս առաջի պատճառը կամ պատճառներից մեկը, դա հայերի քաղաքական հավակնությունները։ Հայերը շատ լուրջ էին ընդունել սահմանադրության ընդունումը
ըստ սահմանադրության բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները Օսմանյան կայսրության հայտարարվել էին հավասար եւ հայերը սկսեցին հարցեր տալ։ Որովհետեւ սահմանադրության մեջ գրվածը երկար ժամանակ կյանքի չէր կոչվում։ Սահմանադրությամբ գրված էր, որ հայերը կարող են լինել պաշտոններ զբաղեցնել, որ հայերը կարող են հավասարի նման գործել երկրում, բայց դա տեղի չունի։ Հայերը սկսեցին հարցեր տալ, որոնք շատ վտանգավոր էին բռնատիրական կայսրության համար։ Մի փոքրիկ հարց է, մի կարճ, այսպես հարց է, բայց շատ վտանգավոր։ Ինչու հարցը վրդովվեցնում էր թուրքերին, երբ որ հարցնում էին, ինչու մենք չենք կարող նախարարներ ունենալ, ինչու մենք պետք է վճարենք ավելի բարձր հարկեր, ինչու մենք չենք կարող լինել հավասար թուրքերի հետ, կարող ենք մենք լինել հավասար թուրքերի հետ, եւ այս բոլորի պատասխանները ոչ էր, ոչ, դուք չեք կարող ունենալ նախարարներ, ոչ, դուք չեք կարող լինել հավասար, ոչ եւ այս պատասխանները այդքան էլ արդյունավետ չէին, բայց միաժամանակ իրենք առաջացրեցին Օսմանյան էլիտայի մեջ, թուրքական էլիտայի մեջ այն մտավախությունը, այն վախը, որ հայերը կարող են հավակնել իշխանության։ Առավել ևս, որ հայերը շատ կազմակերպված էին, ունեին իրենց կուսակցությունները, ունեին ամուր ցանց, ուժեղ ինքնություն, եկեղեցիների, ակումբների, չգիտեմ, դպրոցների ցանց ունեին ամբողջ կայսրությունում, գոնե արևելյան շրջանում, եւ կարող են լինեին շատ վտանգավոր մրցակիցներ։ Ու մենք տեսնում ենք, որ այս հայերի ձգտումը սահմանադրության օգտագործել սահմանադրությունը իրենց վիճակի այդ ամենօրյա այդ բռնությունների, ամենօրյա ճնշումների վերացնելու, իրենց իրավունքները, հնարավորությունները ավելացնելը շատ վտանգավոր ընկալվեցին։ Ես մի օրինակ կուզենամ բերեմ, ռուսական հյուպատոսներից մեկը, Էրզրումում հյուպատոսը գրում է ռուսական դեսպանին, Պոլիս, ով ասում է, որ մոտավորապես այսպես է թարգմանությունը, ասում է, որ հայերի ոգևորությունը այս հռչակված ազատություններով ավելացնում են մուսուլմանների ատելությունը։ Նույնիսկ ամենաառաջադեմ երիտասարդ թուրքերը, ովքեր հենց վերջերս շատ գնահատում էին հայերին որպես այս ազատության շարժման առաջամարտիկներ եւ այսպես նախաձեռնողներ, հիմա զգում են աճող անվստահություն հայերի նկատմամբ։ Եվ այս զգացումը նաև մենք տեսնում ենք, ինչպես կամաց երիտասարդ թուրքերը հետ են գալիս իրենց հռչակած այսպես ազատություններից, հավասարության լոզունգներից, մենք տեսնում ենք ինչպես նրանք սկսում են նորից հրահրել հակահայկական ելույթներ քրդերի կողմից, ինչպես տեղի ունենում անպատժելի սպանություններ եւ բռնություն, ինչպես մենք հողի համար վեճերն են շարունակում եւ շատ բացահայտ հակահայկական քարոզչություն է սկսվում երկրում եւ նույնիսկ կան այսպես հրովարտակներ շատ բաց տեքստով հայտարարված, որտեղ հայտարարում են, որ հայ այսպես ակտիվիստները, հայ ակտիվ մարդիկ, պետք է նաև մշտական հսկողության տակ լինեն։ Ինչու էր սա այդպես։ Սա ուներ եւ քաղաքական, եւ նաեւ որոշ տեղով հոգեբանական պատճառ, որովհետեւ թուրքերի մտքում, մուսուլմանական կամ թուրքական այսպես բնակության մտքում թուրքական գերիշխանության դոմինացիայի, այսպես գերիշխանության համակարգը այնքան երկար էր, այնքան դարավոր էր, այնքան տրադիցիոն էր, որ նրանք ընդհանրապես չէին էլ ընկալում, որ դա կարող է ինչ-որ մի բան փոխվել։ Եվ հասարակ թուրքերի համար ընկալվում էր դա որպես երեկվա ստրուկները, այն մարդիկ, ովքեր ստրուկներն էին, մեր ստրուկներն էին, այսօր հավակնություն ունեն մեր հետ հավասար պետություն կառավարելու։ Եվ շատ օրինակ հուշեր կա բաներ, որ ասում են, որ թուրքերը ասում էին, ինչպես կարող եմ ես քեզ ընդունեմ իմ հետ հավասար, եթե իմ պապը ավելի բարձր դիրք է ունեցել, քան քո պապը, եւ քո հայրը ավելի ցածր դիրքում է եղել, քան իմ հայրը։ Ինչպես կարող եմ ես քեզ ընկալել որպես հավասար։ Եվ այս վտանգը, որը զգում էին, այսպես թուրքական տարը հայերի ակտիվ, այսպես քաղաքականության մեջ մտնելու ակտիվ այդպես հավակնությունների մեջ բերեց նրան, որ 1911 թվականին
մենք տեսնում ենք երիտուրկական 5-րդ կոնգրեսը եւ այդ կոնգրեսը կտրուկ փոխում էր քաղաքականությունը։ Հիմա արդեն չի խոսում հավասարության, եղբայրության եւ արտարության մասին, այլ խոսում է ի վերջո, այն ինչի մասին ես մի քիչ առաջ ասացի, ի վերջո ազգային պետության կայացման մասին։ Ասում են, որ մենք որպես կայսրություն այլևս հեռանկար չունենք, Օսմանյան պետությունը պետք է դառնա Օսմանյան ազգային պետություն եւ բնակչությունը պետք է թուրքացվի։ Եվ նրանք, ովքեր չեն թուրկանալու, իրենք ուղակի պետք է վերանան այս երկրի երեսից։ Սա փաստացի կարելի ասել առաջի, այսպես ահազանգներ, որ առաջի հնարավորությունը, որ այս հարցը կարող է լուծվել բռնի միջոցներով, այս հարցը կարող է դառնալ կոտորածի, այսպես կոտորածի պատճառ։ Եվ երբ որ սրանից 1.5 տարի հետո ընդամենը 13 թվականի հունվարին այս 3 ուժեղ մարտիկ Օսմանյան կայսրության 3 փաշաները Ջեմալը, Էնվերը եւ Թալեատը իրականացրեցին 13 թվականի հունվարին կուսակցության ներսում հեղաշրջում եւ իրենք վերցրեցին ամբողջ իշխանությունը կուսակցության եւ պետության իրենց ձեռքը, պարզ դարձավ, որ քաղաքականությունը դառնալու է շատ ավելի ազգայնամոլական, քաղաքականությունը դառնալու է շատ ավելի կոշտ եւ հայերի քաղաքական հավակնությունները ոչ մի հեռանկար չեն կարող ունենալ։ Սա առաջի պատճառն էր, որը մենք ձեր հետ քննարկեցինք, այստեղ կարող եք տեսնել նաև մյուս պատճառները, հիմա բոլորին առանցին կարադառնանք եւ կարմիրով հենց ներկված է ներքին քաղաքական, այսինքն որպեսզի այսպես ամփոփեմ, հայերը վտանգ էին, որովհետեւ պայքարում էին հավասարության համար եւ իրենք ուզում էին օգտագործեին սահմանադրության վերագործարկումը, որպեսզի փոխեին իրենց սոցիալական կարգավիճակը եւ դառնային հավասար, եւ դա բերում էր մուսուլմանական հասարակության ատելությունը հայերի նկատմամբ։ Երկրորդ պատճառը, որը մենք պետք է քննարկենք ամբողջ, դա աշխարհաքաղաքականն էր, գեոպոլիտիկա։ Օսմանյան կայսրությունը շատ վատ տնտեսական վիճակում էր գտնվում եւ արտաքին շատ մեծ պարտք ուներ եւ այն պետությունները, որոնք տվել էին այդ պարտքը, այսինքն պարտքով գումար էին տվել Օսմանյան կայսրությանը, ինչ որ մի փուլից սկսեցին շատ ակտիվ այն պահանջել, այն շատ ակտիվ հավակնություններ ներկայացնեին տարիբեր տարածքների նկատմամբ։ Այստեղ կարող եք տեսեք ծաղրանկարներ, ինչպես մեծ տերությունները մասարմալ պատար են անում այս պետությունը եւ այս Եվրոպայի հիվանդ մարդ արտահայտությունը շատ պոպուլյար դարձավ։ Ավելին մենք այստեղ տեսնում ենք, որ Օսմանյան կայսրությունը կորցնում է մեկը մյուսի հետևից իր տարածքները, սկզբում տեսնում ենք կորցնում է այն ինչ որ կարմիրով է ներկված, Բոսնիան, Ռումինիան, Սերբիան, Ալժիրը, Հունաստանը անկախություն են ձեռք բերում, հետագայում Բուլղարիան, Ալբանիան, Լիբիան, Եգիպտոսը փոխվում են Օսմանյան կայսրությունից եւ 1914 թվականին, երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, մենք տեսնում ենք, որ Օսմանյան կայսրությանը մնացել էր ընդամենը այն, ինչ որ ներկված է դեղինով, այսինքն պետության կեսը կորսված էր եւ ավելին կային նաև շատ ավելի մեծ հավակնություններ եւ Բալկանյան պատերազմները, որոնք 1912-13 թվականին տեղի ունեցան, գրեթե ամբողջ եվրոպական մասը Թուրքիային զրկեցին գրեթե ամբողջ եվրոպական մասից։ Այստեղ կարող եք տեսնել աչքի վրա այդ քարտեզը, այդ ամբողջ տարածքները, որոնք նվաճվեցին Օսմանյան կայսրությունից, Բուլղարիան, Սերբիան եւ Հունաստանը միահամուռ այսպես ուժերով հաղթանակներ տարավ Օսմանյան բանակների նկատմամբ եւ այս զգացումը, որ դու կորցնում ես քո տարածքները մեկը մյուսի հետևից, այստեղ կարող եք նույնիսկ թվագրությունը տեսնեք, որ տարածք երբ է անջատվել, երբ որ դու կորցնում ես ընդամենը 1-2 տարվա մեջ դու կորցնում ես քո պետության մոտավորապես բնակչության մոտավորապես 5 միլիոն 24 միլիոնից 5 միլիոն բնակչություն ունեցող տարածք, դա բերում է նրան, որ դու սկսում ես կառուցել նաև հայերի նկատմամբ վերաբերմունքն է փոխվում, որովհետև հայերը սկսում են ընկալվել որպես ռուսական գործակալներ կամ որպես արևմուտքի օգնականներ, արևմուտքի գործակալներ։ Հայաստանում շարժում է սկսվում ինքնավարության համար եւ եվրոպական դիվանագիտության այսպես ջանքերով որոշում է, որ այս տարածքները պետք է բաժանվեն երկու մեծ նահանգների, եվրոպական կառավարիչներ նշանակվեն, իհարկե սա անկախություն չէ, այս տարածքները մնում էին Օսմանյան կայսրության կազմում, բայց
իրենք ունենում էին եվրոպական կառավարիչներ եւ դա 1914 թվականի ռեֆորմների նախագիծն էր։ Միաժամանակ մենք այստեղ տեսնում ենք, որ այս Բալկաններում այս պարտությունը մշտական վտանգը եվրոպական տերությունների կողմից հայերին մեղադրելը որպես հնարավոր դավաճաններ շատ մեծ դեր խաղացին, նաև հոգեբանական դեր խաղացին Օսմանյան կայսրության համար, երբ որ եւ այս նկարը շատ տպավորիչ նկար է, երբ որ բուլղարները, հույները կամ սերբերը ազատագրում էին իրենց հայրենիքները, այդ երկրներում շատ մուսուլմաններ էին ապրում եւ այդ մուսուլմանները ուղղակի քշում էին երկրից եւ այս նկարում դուք տեսնում եք ինչպես այդ մուսուլմանները շատ վատ վիճակով թալանված, ծեծված գալիս էին եւ անցնում էին պոլիսով եւ սա ստեղծում էր նախ հոգեբանական շատ ծանր ապրումներ, հա, երիտթուրքական կամ տապես թուրքական էլիտայի շրջանում եւ սովորական թուրքերի մոտ, բայց նաեւ ինչ էին անում Օսմանյան կառավարությունը, ինչ էր անում, ինքը այս մարդկանց բնակեցնում էր հայկական շրջաններում, հայկական վիլայետներում եւ այս մարդիկ են, որ հետագայում պետք է դառնան առաջի գործիքներից մեկը հայերին կոտորելու, որովհետեւ իրանք հիշելով ինչպես իրենց քշեցին մեկ այլ քրիստոնյաներ Բալկաններից, պետք է իրենց վրեժը փորձեն լուծել հայերից, որոնք իհարկե ոչ մի կապ չունեին իրենց քշելու հետ, բայց ընկալվում էին որպես մեկ քրիստոնեական միասնություն։ Եվ այստեղ մենք դեռ քննարկենք երկու այսպես հարց, որը փոխկապակցված են աշխարհաքաղաքական պատճառ, երբ որ կայսրության փլուզման ընթացքում թուրքերը սկսում են ընկալել հայերին եւ ընդհանրապես քրիստոնյաներին որպես հնարավոր դավաճաններ, որոնք կարող է կայսրությունը դավաճանեն եւ դրա համար իրենց հարմար առիթ պետք է իրենց ոչնչացնել, իրենցից պետք է ազատվել։ Եվ նաեւ հոգեբանական, երբ որ Օսմանյան էլիտան, Օսմանյան այսպես կառավարիչները իրենք Բալկանները կորցնելուց, այս փախստականների ալիքների ազդեցության տակ եւ նաեւ այդ մեծ կայսրության պարտության մտնոլորտում, որովհետև Օսմանյան կայսրությունը իրան ընկալում էր որպես աշխարհի հզորագույն պետություն ու հիմա շատ հետաքրքիր արտահայտություններ կա, ասում է մենք հիմա պարտվում ենք ստրուկներին, որովհետև էլի քիչ առաջ հիշում եք, ելա ասի, որ քրիստոնյաներին ընկալում էին որպես երեկվա ստրուկներ, իսկ հիմա փառապանծ Օսմանյան բանակները պատկերացրեք պարտվում են բուլղարներին, սերբերին, հույներին, ում որ մարտատեղ նույնիսկ չէին ընդունում, մարդ որպես չէին ընկալում, իսկ հիմա մեկը մյուսի հետևից պարտվում են։ Եվ սա բերում է հոգեբանական նաև գործոնի ճնշման եւ հայերը դառնում են հնարավոր վրեժխնդրության առարկա։ Մյուս պատճառը գաղափարականն էր կամ գաղափարախոսականը։ Շատ հետաքրքիր է, որ նման անկման շրջաններում, շատ կայսրություններում սկսում են առաջանալ ուտոպիստական գաղափարներ, ուտոպիստական նախագծեր։ Եվ նույնը տեղի ունեցավ նաև Օսմանյան կայսրությունում, երբ որ եվրոպական ամբողջ շրջանները կորսված էին, երբ որ Եվրոպան այլևս չէր կարող ընկալվել որպես թուրքական պետության մաս, Օսմանյան կայսրությունը թեքվեց դեպի արևելք եւ արևելքում կային կովկասյան ժողովուրդներ, ովքեր Դաղեստանում, Ադրբեջանում կային կովկասյան ժողովուրդներ, ովքեր մուսուլման էին, Միջին Ասիայում կային թուրքախոս ժողովուրդներ, որոնք նույնպես մուսուլման եւ նույնպես էթնիկ նաեւ այսպես կապ ունեին Օսմանյան կայսրության հետ։ Հեռավոր արևելքում ապրում էին բազմաթիվ ժողովուրդներ եւ ցեղեր, ովքեր ազգակից էին համարվում իրենց համարում եւ օսմանցիներն էին համարում իրենց ազգակից եւ ցակեց մի աներևակայելի ծրագիր, որ կարելի է միավորել այս բոլոր ժողովուրդներին եւ այդ միավորումը կարող է տալ զարկ նոր թուրքական պետություն, նոր Օսմանյան կայսրության։ Եվ մենք տեսնում ենք ինչպես այս ամբողջ շրջանները այս ամբողջ շրջանում սկսում է տարածվել մեծ Թուրանի գաղափար, մեծ թուրքական պետության ստեղծման գաղափար, եւ հետեւ դուք ուշադիր նայեք քարտեզին, դուք կտեսնեք, որ Օսմանյան կայսրության եւ այդ արևելյան շրջանների միջև կա մի շրջան, որը բնակեցված է հայերով, եւ այդ արևմտյան Հայաստանը հենց այդ շրջանն է, որը այն սեպը, որը բաժանում էր Օսմանյան կայսրությունը այլ ժողովուրդներից, եւ դրա համար սա դառնում է այսպես գաղափարախոսական եւս մի ուղենիշ, որը որին պետք է հետևել կայսրությունը զարգացնելու նոր տեսլականին հասնելու համար։ Եվ ի վերջո նաև
այս գաղափարախոսությունը այս մարդը Մեհմեդ Զիա Գյոքալպն է, ով հրճակում էր, որ թուրքերը որպես ժողովուրդ, պանթուրքիզմը որպես մեծ գաղափար, թուրքիզմը որպես գաղափար, որ այն շուրջ, որ այս պետությունում ապրողները բոլորը պետք է թուրք դառնան, բոլորը պետք է իրենց թուրք ընկալեն, այս երկու գաղափարախոսական այսպես հոսանքները նաև պատճառ դարձան, որ հայերը բնաջեջվեն։ Իմիջիալոց մի փոքրիկ այսպես ռեմարկ, որպեսզի հասկանանք, որ այս գաղափարախոսությունը, ինչքան էլ այն մեզ թվում է պատմական գաղափարախոսությունը, նաև շատ արդիական է այսօր։ Եվ ես ուզում եմ մի նկար ցույց տամ, որտեղ տեսնեք այսօրվա Թուրքիայի նախագահան իր կոալիցիոն դաշնակցի հետ եւ այս նկարայս քարտեզը, որը էլի Թուրանի քարտեզն է, մեծ Թուրանի քարտեզն է, նվիրել է Էրդողանին իր կոալիցիոն դաշնակիցը Էրդողանի ծննդյան օրը։ Եվ հետաքրքիր է, որ իրենք բոլորովին դա չեն համարում այսպես ինչ որ խնդրահարույց, նկարվել է այս նկարը եւ այս նկարը դնել հենց վարչապետի կայքեջում էր, եթե չեմ սխալվում, այս նկարը ուղղակի տեղադրված։ Ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ այդ գաղափարը դեպի արևելք շարժում եւ Թուրանի գաղափարը միջև այսօր կենտանի է շատ շրջանակներում եւ այն ժամանակ շատ ավելի մեծ հեղինակություն էր վայելում։ Այսինքն գալիս ենք այս 4-րդ պատճառին, գաղափարախոսական, պանթուրքական գաղափարախոսություն, երբ որ հայերը սկսեցին ընկալվել նաեւ ոչ միայն վտանգավոր քաղաքական հակառակորդ, ոչ միայն ռուսներին կամ եվրոպացիներին աջակցող կամ հնարավոր աջակցություն ցույց տվող դավաճաններ, ոչ միայն դարձան վրեժի այսպես օբյեկտ փախստականների կողմից, այլ նաև դարձան մեծ Թուրանի արանքում գտնվող մեծ Թուրանը երկու մասի կիսող այսպես մի խումբ, որի հարցը պետք է լուծել։ Ու վերջին գործոնը, որը վերջինը ներկայացնում, բայց չեմ կարծում, որ սա այսպես նվազ կարևոր է, դա տնտեսականն է։ Ես սկզբից նշեցի ինչ տնտեսական հաջողություններ ունեին հայերը այս ընթացքում, որը բնականաբար պետք է նախանձ եւ թշնամանք ատելություն ստեղծեր, որովհետեւ շատերը ընկալում էին հայերին որպես հարստահարողներ, որպես այսպես, որոնք հարստահարում են սովորական թուրք ժողովրդին, ովքեր ապրելով որպես երկրորդ կարգի քաղաքացիներ, միաժամանակ ունեն շատ ավելի գեղեցիկ տներ, ապրում են շատ ավելի այսպես բարեկեցիկ կյանքով։ Իհարկե, այդպես չի, որ բոլորը այդպես էին ապրում, բայց մեծ մասամբ հայերից բնորոշ է, չէ՞, մի քիչ ժուշկալություն է կյանքում, խնայողությունը, գումարը խնայել, կուտակել, այդ սովորությունը, որը այսպես շատ պարզ, այսպես ցցուն արտահայտվում էր նաև առօրյա կյանքում, եւ հայերը սկսեցին ներկայացնել որպես հարստահարողներ եւ թուրքերը, երբ որ իրենք ստեղծում էին ազգային պետություն, իրանք մտածեցին, որ մեզ պետք է ազգային բուրժուազիա։ Էլ ինչ ազգային պետություն, եթե դու չունենաս քո ազգային տնտեսությունը կամ այսպես մարտիկ, ովքեր առաջ շարժեն ազգային տնտեսությունը։ Եվ առաջ եկավ այդ բուրժուազիայի գաղափարը Յուսուֆ Ակչուրան, որ էլի գաղափարախոսներից է երիտթուրքական, ինքը ասում էր, որ եթե մենք թուրքերս չկարողացանք ստեղծել մեր բուրժուազիան, մեր գործարարների դասը, ապա թուրքական հասարակություն որպես այդպիսի, որը բաղկացած կլինի միայն գյուղացիներից եւ պաշտոնյաներից, դրա հերանեկարները շատ թույլ են, դրա հերանեկարները շատ աղոտ են եւ դրա համար հայերից, հույներից եւ այլ քրիստոնյաներից սկսվեց հսկայական թալանը եւ տնտեսական ունեցվածքը սկսեց տեղափոխվել հայերից եւ հույներից կամ ասորիներից դեպի թուրքերը, հայկական եւ հունական խանութները սկսեցին բոյկոտի ենթարկվել, հայ օրինակ արհեստնավորներին ստիպում էին, որ վերցնեն իրենց աշակերտ թուրքերին եւ սովորեցնեին իրենց, հայկական ապրանքները սկսեցին հրճակվել եւ քրիստոնեական որպես ոչ մաքուր եւ անընդունելի իսլամի համար, բանկերը մերժում էին վարկերը հայերի համար, մի խոսքով շատ ուղղակի նույնիսկ հենց ուղղակի խլում էին այդ բիզնեսները եւ այդ տնտեսական նաեւ նախանձը, տնտեսական մրցակցությունը նույնպես դարձավ շատ կարևոր պատճառ ցեղասպանության համար։ Ահա այն 5 պատճառները, որոնք ես նշեցի, ներքին քաղաքական պայքար, գեոպոլիտիկ մրցակցություն եւ վախ, որ հայերը կամ քրիստոնյաները կդավաճանեն, հոգեբանական
որովհետև կայսրությունը փլվում էր եւ իրենք փնտրում էին ինչ-որ ելքեր, գաղափարական, որովհետև այդ մեծ Թուրանի կամ թուրքականություն ընդգծումը խանգարում էին հայերը, եւ տնտեսական, որովհետև այդ եւ նախանձը կար եւ նաեւ կար փորձը ստեղծել թուրքական բուրժուազիա։ Այս բոլոր 5 այսպես գործոնները շատ կարեւոր էին եւ մնում էր մի փոքրիկ մի այսպես բան, մի փոքրիկ մի ստիմուլ, մի փոքրիկ մի իմպուլս, որպեսզի ցեղասպանությունը տեղի ունենար եւ դրա դերը խաղաց իհարկե առաջին համաշխարհային պատերազմը, որովհետեւ պատերազմները գրեթե բոլոր ցեղասպանությունները իրականացվել են պատերազմի քողի տակ եւ երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, մի դաժան պատերազմ, որի զոհ գնացին 9 միլիոն զինվորներ եւ 13 միլիոն խաղաղ բնակչություն, ցույց տվեց, որ սա պատերազմի նոր ձև է, երբ որ ոչ միայն զինվորը զինվորի դեմ էր կռվում, այլ ոչնչացվում էին ամբողջական համայնքներ։ Բելգիայում, Հարավսլավիայում, Սերբիայում, Ֆրանսիայում զանգվածային գնդակահարություններ են տեղի ունենում, Ռուսաստանում եւ Ռուսաստանի հարավային շրջանները, որոնք ձեռքից ձեռք են անցնում, կոտորածներ են տեղի ունենում եւ իհարկե տեղի ունենում ցեղասպանություններ։ Հայոց ցեղասպանությունը, հունական ցեղասպանությունը եւ ասորիների ցեղասպանությունը տեղի ունեցան հենց պատերազմի ժամանակ, որովհետեւ պատերազմը տալիս է հնարավորությունը, պատերազմը բացառում է օտարերկրյա ներխուժումը, որովհետեւ ոչ թե ներխուժումը միջամտությունը, որովհետեւ բոլոր պետությունները զբաղված են իրենց շահերով, իրենց պետություն ճակատագիրը որոշելով, իրենց բնակչության հարցերով են, հոգսերով են զբաղված եւ չեն միջամտելու, եթե ինչ որ մի պետությունում իշխանությունը որոշի բնաջնջել իր փոքրամասնությունը եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Բացի այդ պատերազմի ժամանակ ազգայնականության մակարդակն է բարձրանում, բացի այդ պատերազմի ժամանակ այն ինչ որ անօրինական է եւ անընդունելի է խաղաղ ժամանակ, կարող է պատերազմի ժամանակ ինչ որ արտարացում գտնել, ինչ որ բանով արտարացվել, ասվել դե պատերազմ է, պատերազմում շատ բաներ կարող են տեղի ունենալ։ Եվ վերջին հաշվով դա էլ հենց տեղի ունեցավ հայոց ցեղասպանության ժամանակ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցան ցեղասպանությունները, հետո մենք կտեսնենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կլինի հոլոկոստը եւ այլ ժողովուրդների գնչուների օրինակ ոչնչացումը կամ ոչնչացման փորձը, հետո մենք կտեսնենք, որ վիետնամական պատերազմի որպես հետևանք Կամբոջայում տեղի կունենա ցեղասպանություն, հետո Ռուանդայում քաղաքացիական պատերազմը կբերի մեկ այլ ցեղասպանության եւ ի վերջո նաեւ այնինչ տեղի ունեցավ Արցախում, շատ դեպքերում նաեւ ռուս-ուկրաինական այդ պատերազմական գործողությունների քողի տակ իրականացվեց, երբ որ աշխարհը զբաղված էր այլ հարցերով, երբ որ աշխարհի ուշադրությունը այլ տեղեր եւ փոքր հարցերը շատ այսպես մեծ տերություններին չէին հետաքրքրում։ Նույն մոդելը աշխատեց այստեղ, այս 5 գործոնները խաչվեցին, միավորվեցին մի տեղում, որը եւ պատերազմն էր։ Այնպես որ եթե ձեզ հարցնեն կամ եթե դուք ուզենաք, այսինքն բացատրեք ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, ես կառաջարկեմ հենց այս 5 հիմնական 5 կամ 6, եթե պատերազմը այստեղ ավելացնենք, 6 հիմնական պատճառները, որոնք բերեցին հայոց ցեղասպանության, իրենք համընկան մի կետում, մի երևույթ, որը ամերիկացիները անգլերեն կոչում են perfect storm, այսինքն իրենք բոլորը միավորվեցին, բոլոր գործոնները միավորվեցին մեկ տեղում եւ այդ մեկ տեղը բերեց հայոց ողբերգությանը։ Սա էր, ինչ որ ես պատրաստել էի այսօրվա համար։ Սովորաբար, երբ որ ես չգիտեմ, զեկույցը, դասախոսությունը, իհարկե մենք հետո հարցերին կանցնենք, անում եմ, ես խնդրում եմ իմ լսարանին քվեարկել։ Ես չգիտեմ, այստեղ արդյոք դա հնարավոր է թե չէ, բայց ես առաջարկում եմ մտածել, խորհել, թե այս 6 պատճառներից որն է ավելի ծանրակշիռ, որն է ավելի այսպես կարևոր։ Բնականաբար ես ինչպես նշեցի, բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ մեկը մյուսին խառնվելով տալիս են այս էֆեկտը, բայց որպեսզի այսպես լսարանի ցավոք սրտի մենք այսպես on-line լսարան ենք, լսարան չենք, որ կարելի է ավելի ինտերակտիվ անել մեր քննարկումը, բայց ես ամեն դեպքում ձեզանից յուրաքանչյուրին
խորհուրդ կտայի մի հատ ձեր համար մտածել ձեր կարծիքով այդ 5-ից որն էր առաջնային եւ կառաջարկեմ եթե կան հարցեր անցնենք հարցերին Հարցեր դոկտոր Մանուկյան եւ շատ հետաքրքիր բան իհարկե առաջարկեցիք քվեարկելը կարծում եմ նաեւ on-line ֆորմատով կարող ենք նման մի բան անել եթե Կարող են սիրելի մասնակիցներ խնդրում ենք մինչ պարոն Մանուկյանը կպատասխանի մեր հարցերին, որովհետև մենք ունենք իհարկե հարցեր, դոկտոր Մանուկյան, կարող եք քվեարկել սիրելի մասնակիցներ, ուղղակի չաթում կարող եք գրեք, այդ պատճառներից որն եք համարում ավելի կարևոր այդ։ Այո։ Մինչ հանդիպման ավարտը, այսինքն մինչ հարցերին պատասխանելը, կարող եք քվեարկել եւ վերջում որպես ամփոփիչ կկարդանք, տեսնենք թե ինչ կարծիքներ կան։ Դոկտոր Մանուկյան, նախ ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ շնորհակալական խոսքեր կան մեր չաթում ձեզ ուղված այս հրաշալի ներկայացման համար եւ զարմանալի չէ նաեւ որ բավականին հարցեր ունենք, կան հարցեր, որոնք որ երևում են հենց չաթ բաժնում, կան որ առանձին գրված են։ Ես հավաքել եմ այդ հարցերը, եթե դեմ կցանկանամ կարդալ։ Ուրեմն սկսենք առաջին հարցից։ Իվարկյան, այո։ Ինչ եք կարծում, ցեղասպանության որ պատճառներն են մինչև օրս հասարակության կողմից անբավարար կերպով ըմբռնված կամ լուսաբանված։ Հա, ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք շատ քիչ ենք դրանց մասին ռեֆլեքսիայի ենթարկել, ընդհանրապես բոլորը։ Ես կարծում եմ, որ քիչ թե շատ լուսաբանված եւ խոսված է պանթյուրքիզմի մասին թեզը, որովհետև օրինակ ինքը շատ ակտիվորեն այսպես քննարկվեց եւ դրա մասին աշխատանքներ գրվեցին խորհրդային շրջանում, խորհրդային պատմաբանները Ջոն Կիրակոսյանը օրինակ կամ այլ պատմաբաններ իրենք շատ ակտիվորեն այս թեզը պանթյուրքիստական, տարպանթյուրքիզմի որպես ցեղասպանության պատճառ շատ այսպես կիրառում էին եւ օգտագործում էին, սակայն աշխարհաքաղաքականն է շատ քննարկված եւ աշխարհաքաղաքականը ինչու է շատ քննարկված, որտեղ շատ դեպքերում թուրքերը մեզ մեղադրում են հենց դրա մեջ երբ որ իրենք փորձում են շղթել հայոց ցեղասպանությունը կամ արդարացնել հայոց ցեղասպանությունը սա էլ շատ հետաքրքիր ֆենոմեն է իմիջիալոց գիտեք ես օրինակ հանդիպել եմ թուրքեր ովքեր այսպեսի կարծիք են արտահայտել որը մեկը մյուսին հակասում է իրենք ասում են ցեղասպանություն չի եղել բայց այնուամենայնիվ մենք լավ ենք արել որ կոտորել ենք հայերին այսինքն եթե չի եղել ինչու ես դու արտարացնում այդ արածը կամ եթե արտարացնում ես ինչպես կարող ես ասել որ դա չի եղել եւ սա հա եւ ինչի համար որտեւ իրենք ասում են որ դուք դավաճանեցիք դա դավաճանական գործողություն էր ռուսների հետ այսպես չգիտեմ դաշինք ընկեցիք որը իրականում ոչ մի իրականության հետ ավերջ չունի օրինակ եթե դուք ինձ հարցնեք ես շատ կուզենայի որ մենք այդպես արած լինեինք միգուցե շանսերը վերապրելու կամ քիչ զոտ տայինք եթե իրոք ապստամբեինք բայց հետաքրքիրն է նա որ մենք միջև վերջ մնացինք լոյալ Օսմանյան պետությանը այն ժամանակ երբ որ հույները ստեղծեցին իրենց պետությունը ռումինները իրենց բուլղարները սերբերը նույնիսկ ալբանացիները ինչ եմ ասում նույնիսկ ալբանա որտեղ Ալբանիա օրինակ շատ հետաքրքիր է Ալբանիան նախ մուսուլմանական պետություն է եւ այսինքն էլիտան ալբանական մուսուլմանականներ եւ ալբանացիները տվել են ամբողջական դինաստիաներ որոնք թուրքա վեզիրներ են մեն սուլտանների վեզիրներ են մեր այսօրվա անցալում վարչապետներն են էլի այդ պետության ընդ որում իրենք ամբողջ դինաստիաներ են այսինքն կան Գյորպոլու ընտանիք կա որը հայրից հորից որդի ասենք մի 100-ամյակ շարունակ գրել այսինքն ալբանացիները թուրքերի համար իրենք համարում են դա իրենց հարազատ ժողովուրդ երբ որ 1909 թվականին, եթե չեմ սխալվում, 9 կամ 10 թվականին իրենք անկախություն են հռչակում եւ դա այդ անկախությունը ավստրիացիների օժանդակությամբ ձեռք են բերում, դա ցնցում է ուղղակի Օսմանյան պետությունը, Օսմանյան էլիտան հոգեբանական ցնցման մեջ է, որովհետեւ ումից ալբանացիներից իրանք նման բան չէին սպասում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում հայերը հավատարիմ են մնում եւ օրինակ երբ որ սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը հայկական էլիտան կոչ է անում հայերին գնալ եւ որպես կամավորներ զորակոչվել բանակ ինչու որովհետեւ իրենք գիտեին որ նման մտայնություն կա հայերի հնարավոր դավաճանության մտայնություն կա եւ որովհետեւ դա կանխեն իրենք կոչ էին անում հայ երիտասարդներին դա անել այսինքն ուզում եմ ասեմ որ մեր հասարակությունում երկու պատճառը
քիչ թե շատ լուսաբանված է աշխարհաքաղաքականը եւ աշխարհաքաղաքական պատճառը եւ գաղափարախոսականը այդ պանթեորկիզմինը, բայց ցավոք սրտի քիչ են անդրադարձել տնտեսական պատճառին վերջին տարիներում անդրադառնում ենք Անահիտ Աստոյանը ունի շատ լավ գիրք, այդ մեծ թալան է կոչվում, Մատենադարանի գիտաշխատող է ինքը, քաղաքական այդքան լավ բացահայտված չի, բայց մենք ունենք մի շատ լավ գիտնական, որ Միացյալ Նահանգներում դրա մասին գրել է, Պետրոս Տերմատոսյանը, Նեբրասկայի համալսարանի ես շատ հավանում եմ իր աշխատանքները, եւ ավելի դված հոգեբանական պահը ինչ հոգեբանական իրավիճակում էին գտնվում երիտթուրք առաջնորդները, դարձած թուրքական էլիտան, որ ի վերջո այդ որոշումը կայացրեց, որովհետև գիտեք, հեշտ որոշում չի, էլ այդպես չի, որ ամեն, ասենք, կարող ես առավոտ արթնանաս եւ որոշես, որ պետք է ցեղասպանություն անես։ Իսկ ինքը ծանր որոշում է եւ երբ որ պետք է հասկանաս ինչ հոգեբանական վիճակում են իրան գտնվել, այդ մեկը ընդհանրապես լուսաբանված չի եւ կարող դա իր հետազոտողին։ Կարամ շատ դոկտոր Մանուկյան, շատ հարցեր ունենք։ Երկրորդ Կաշխատեմ կարճ պատասխանեմ ուրեմն։ Դուք ինչքան պատասխանեք, այս հարցերը միևնույն է, երկար են, շատանալու են, շատ շնորհակալ ենք։ Իհարկե նման դասախոսությունից հետո սպասելի են այս չափ հարցերը, եւ շատ շնորհակալ ենք ձեր թանկարժեք ժամանակի համար։ Հաջորդ հարցը, շնորհակալություն դասախոսության համար, որքան է գումարային տեսանկյունից այն կորուստները, որ կրել են հայերը ցեղասպանության արդյունքում եւ որպես հավելում նաեւ ինֆորմացիա, ես ինչքան գիտեմ, հայերի ակտիվներ Արևմտյան Հայաստանի թուրքական բանկերում կազմել են մոտ 80 միլիարդ եւ ավել դոլար։ Հա, տեսեք, բանը հստակ թիվ կա, հիմա չեմ հիշի, բայց երկու թիվ կա, որի մենք բան ենք արել, մենք փորձել ենք հայերս, հայ նկատի ունեմ, մենք փորձել ենք հաշվարկել եւ դա համենայն դեպս շատ ակտիվացավ այդ գործընթացը հաշվարկելու հայոց ցեղասպանության այսպես վնասների հաշվարկելու 2015 թվականին ընթառաջ, երբ որ 2015-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր եւ նաեւ որոշակի իրավական փաթեթ պատրաստվեց, որը այսպես այդ լուծման իրավական ճանապարհներն էր նախանշում, նաև պատրաստվեց մի այսպես զեկույց պատրաստվեց, որը հաշվարկում էր նաև այդ նյութական կորուստները եւ այլն։ Այս երկրորդի հետ կապված ես մի վարքյան հենց հիմա իմ համակարգչում է ինքը, ես փորձեմ հենց իրան բացեմ եւ նայեմ հստակ թիվը չեմ հիշում, բայց հիմա ձեզ կասեմ ըստ այդ հաշվարկի ինչքան է կազմել, ընդ որում շատ հետաքրքիր հաշվարկ է արվեց, այնտեղ մարդկային կյանքն է նույնիսկ հաշվարկվել, այսինքն կան հաշվարկներ, որոնք հաշվարկում են մարդկային կյանքի արժեքը, այնտեղ հաշվարկվում են եկամուտը, որը կարող է ստացվել, եթե այդ ձեռնարկությունները, գործարանները, այդ հողը մնային հայերի ձեռքում եւ այդ ամբողջ 100 տարի շարունակ բերեն եկամուտ եւ այդ ամեն ինչը բանանեն։ Նաեւ հաշվարկել են այն ամբողջ նյութական կորուստը, եկեղեցիները, որոնք ավիրվեցին, քանդվեցին, չգիտեմ, այն ձեռագրերը, որոնք ոչնչացվեցին։ Հա, ես հենց հիմա դա բացեցի եւ երկու հաշվարկ կա, մի հաշվարկը դա այն հաշվարկն է, որ մեր պատվիրակությունը ներկայացրեց, երբ որ ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը, Փարիզում հավաքվեցին բոլոր հաղթող տերությունները եւ հայերը նույնպես պատվիրակություն ուղարկեցին այնտեղ եւ նաեւ քննվում էր Օսմանյան կայսրության ճակատագիրը, հիշում ենք, որի արդյունքում կնքվեց Սևրի պայմանագիրը, որը Հայաստանին որոշակի տարածքային այսպես կոմպենսացիա էր նախանշում։ Ահա հայերը ունեին կազմած ցանկ, պահանջ, այսինքն այդ բաներից եւ ինքը կազմում էր 19 միլիարդ 130 միլիոն ֆրանկ այդ ժամանակվա գումարով եւ եթե դա հաշվարկում ես, վերահաշվարկում ես նաեւ այսօրվա այսպես կուրսով, ինֆլյացիայով եւ այլն, մի ահռելի, մի սարսափելի թիվ է ստացվում եւ այդ թիվը հիմա ես ձեզ ասեմ հաշվարկվել է 3 տրիլիոն 700 միլիարդ դոլարի հավասար։ Այդ բանը կոչվում է այդ զեկույցը, միջալյուց կա շատ մանրամասն զեկույց, եթե search տակ ինտերնետում կոչվում է Resolution with Justice։
resolution with justice, reparations for the Armenian genocide։ Եթե դա բան անեք, այդ report-ը կբերի եւ դա մանրամասն տողարտող բացատրված է, հաշվարկված է, մաթեմատիկական հաշվարկ կա արվել, նաեւ կուրսի փոփոխությունների հետ կապված եւ այլն, ոնց է այդ գումարը ստացվել։ Այսինքն հաշվարկ ունենք, բայց խնդիրն է նա, որ հաշվարկ ունենալը դեռ քիչ է, եւ որովհետեւ երբ որ մենք խոսում ենք կոմպենսացիայի մասին, կոմպենսացիան պետք է լինի վճարող եւ պետք է լինի պետություն, որ պատրաստ կլինի այդ կոմպենսացիան վճարել։ Մեր պարագայում մենք տեսնում ենք 100-ամյա ժխտողականություն եւ ոչ թե պատրաստակամություն դա անելու։ Հա, իսկ բանկերի հետ կապված այդ գումարը ճիշտ ասած չգիտեմ, երևի իրոք տեղեկացված չեմ, որտեղ այդ թեմայով երբեք չեմ զբաղվել, բայց կարող եմ ենթադրել, որ ձեր ասած գումարը կարող է ճիշտ էլ լինի, որովհետեւ ելի եմ կրկնում հսկայական էր հարստությունը, այդ ունեցվածքային հարստություն, այդ, չգիտեմ, պատմական, այդ շենքերը, ամեն ինչը, էլի, այդ հողերը, այդ ամբողջ հսկայական տարածք էր վերջին հաշվով, հա, ասենք մենք խոսում ենք ձեր հետ մոտ 200,000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, իր ամբողջ բարիքներով, եւ բնականաբար այդ տարածքի վրա ստեղծված այդ աշխատած տնտեսությունը ստեղծված բարիքը կարող էր եւ հենց այդ ձեր նշված թիվը իրոք լիներ, բայց չեմ զբաղվել այդ թեմայով, չեմ կարող ավել պատասխանել։ Հնարավոր է նաեւ ավել, քանի որ այդքան հնարավոր է։ Շատ լավ, անցնեմ հաջորդ հարցին, դոկտոր Մանուկյան, ինչու պատմական, քաղաքական եւ սոցիալական շրջանակում կապող գիծ գոյություն չունի հրեական եւ հայկական ցեղասպանությունների միջև եւ եւս մի այսպես հավելում հարց ուղղակի ես ցանկացա միացնել, այսպես արտահայտություն կա, որ Հիտլերը ասել է եւ արդյոք եւ ով է հիշում հայոց ցեղասպանությունը, չէ, հոլոկոստը իրականացնելուց առաջ արդյոք այս փաստը ճիշտ է թե ոչ։ Հա, երկու հարցեր, պաստորեն, իհարկե, կապված իրար հետ նաև այդ Հիտլերի հանգամանքով։ Տեսեք, ինչու չի կապվում, հա, այսպես երկու։ Իմ շատ հետաքրքիր որ այդ հարցը հիմա եք տալիս, որովհետև այս տարի եզակի տարիներից մեկն է, երբ մենք նշեցինք հայոց ցեղասպանության հիշատակման եւ հրեից հոլոկոստի հիշատակման օրը նույն ապրիլի 24-ին։ Հրեից հիշատակման օրը ինքը լողացող բան է, որովհետեւ եկեղեցական ոնց որ արարողության հետ է կապվում եւ ինքը այսպես լողում է ապրիլ-մայիսին է ինքը լինում։ Ապրիլի սկզբից կարող է մայիսի կես տատանվել։ Բայց այս տարի փաստորեն այնպես ստացվեց, որ ինքը համընկավ ապրիլի 24-ի հետ։ Եվ տարբեր միջոցառումներ տեղի ունեցան տարբեր տեղերում, որտեղ այս երկու միջոցառումները ոնց որ միավորվում էին մեկ հիշատակման միջոցառման մեջ, եւ այս առումով մենք իհարկե կապ կա, բազմաթիվ կապեր կա եւ պատմական շատ մեծ կապեր կա, օրինակ գերմանացի շատ զինվորականներ կային, ովքեր ծառայում էին Օսմանյան բանակում, 12,000 գերմանացի զինվոր է ծառայել Օսմանյան բանակում։ Նո զինվոր երբ որ ասում եմ, հիմնականում իրենք այսպես սպայակազմում էին կամ չգիտեմ, կարող է հրետանու, այսպես արեստավարժ բաներ լինեին, զինվորներ լինեին, ովքեր եկել էին օգնելու մարզելու Օսմանյան բանակը, եւ հետաքրքիր է, որ նաեւ պաշտոնյաներ կային, իհարկե հյուպատոսներ եւ այլն, եւ հետաքրքիր է, որ մենք տեսնում ենք շատ հետագայում Հիտլերի շրջապատի մեջ շատ մարդիկ նացիստական կուսակցության առաջնորդների շարքում, շատ մարդիկ, ովքեր ժամանակին ծառայել են Օսմանյան կայսրությունում։ Շոյբներ Ռիխտեր անունով մեկը կար, ով փող հյուպատոս էր բանում Էրզրումում, ինքը հետո կդառնա նացիստական կուսակցության հիմնադիրներից մեկը, կամ էլի տարբեր մարդիկ կան, հիմա բոլորի բան չանեմ, եւ մի տեսակ նաեւ այստեղ մի հատ այսպիսի կարծիք կա, որ իրենք շատ դեպքերում անում էին այն ինչ որ տեսել են, իրենք եւ շատ գործողություններ, օրինակ հոլոկոստի ժամանակ է ինչ որ մի փուլում իրականացվեցին դեպորտացիաներ, որ մարդկանց այդ մավան երթերի են քշում էին, ոտքով քշում էին դեպի ճամբարները, ոչ թե սովորաբար երկաթգծով էին տեղափոխում, բայց եղել են դեպքեր, որ ոտքով են քշել եւ ասում են, որ սա ոնց որ փորձ էր կրկնել այն ինչ որ հայերի հետ եղել է եւ իրենք դրան տեսել են նվականատես են եղել։ Շատ ելի եմ կրկնում, շատ այսպես բաներ կան եւ նաեւ կան շատ հրեաներ, ովքեր ժամանակին ականատես են դարձել հայոց ցեղասպանությունը եւ դրա մասին գրել են, որովհետեւ հայոց ցեղասպանությունը տեղի էր ունենում Սիրիայում,
Սիրիական անապատներում եւ այն ժամանակ Պաղեստինը որը այսօր Իսրայել պետությունը որտեղ այսօր գտնվում է, Պաղեստինը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում եւ հրեաները Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին եւ շատերը տեսնում էին այն ինչ որ կատարում են, ունենք բազմաթիվ հուշեր գրված հենց հրեաների կողմից, Սարա Արոնսոն կա, ով հրեական ազատագրման շարժման մասնակիցներից է եւ ինքը չտեսնված հուշեր ունի գրված, որի մի հատվածը ամբողջությամբ նվիրել է հայերի զանգվածային կոտորածներին, Էյտին Բետքին կա Բելկանտ կա ով նույնպես գրել է։ Ուզում ասեմ իրենք հրեաները շատ այսպես ակտիվ գրել են դրա մասին եւ իրենք բավականին այսպես տեղյակ էին եւ սակայն Հայոց ցեղասպանությունից հետո իրոք այս թեման մոռացության մատնվեց եւ երբ որ Հիտլերը ասում էր ով է այսօր հիշում հայերին, ճիշտ էր ասում։ Իր ժամանակ ոչ ոք չէր հիշում։ Իր ժամանակ դա մոռացված թեմա էր մի քանի պատճառով։ Նախ հայերը շատ թույլ էին, որպեսզի կարողանային այդ թեման բարձրաձայնեին, հայկական համայնքները աշխարհի տարբեր մասերում հազիվ իրենց գոյությունն էին ապահովում, հազիվ իրենց օրվա վաստակն էին փորձում բանանել, նվաճել, այսպես վաստակեն օրվա հացն էին փորձում վաստակեն, իրենց ընտանիքները պահեին, էլ ինչ խոսք քաղաքական պայքարի մասին կամ եւ այլն։ Իսկ տեղի ընդունող պետությունները իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք դավաճանել են հայերին։ Իրենք խոստացան հայերին, որ պատերազմից հետո անպայման դուք կստանաք ձեր փոխհատուցումը։ Հայերը դաշնակիցն էին Անտանտի պետությունների, այսպես մկրտսեր դաշնակիցներ Անտանտի պետության, բայց խոստումները չկատարվեց։ Սևրի խոստումները ոչ ոք չհետապնդեց, չկատարեց եւ ավելին Սևրից ընդամենը մի քանի տարի հետո կնքվեց Լոզանի պայմանագիրը, որը բոլորովին այսպես մոռացության տվեց հայերին տրված խոստումները եւ այդ պետությունները նախընտրում են թեման լռել այդ թեմայի մասին, որտեղ շատ լավ հասկանում էին, որ իրենք նույնպես լռությամբ հանցանք են գործում։ Իսկ խորհրդային միությունը նույնպես արկելում էր թեման, որտեղ չէր հարաբերությունները խզել։ Եվ այդ առումով իհարկե Հիտլերի ասածը այդ ժամանակվա համար ճիշտ էր։ Հիմա իհարկե ճիշտ չի, հիմա այսինքն սա համընդհանուր թեմա է, բայց այդ ժամանակվա համար ճիշտ էր։ Եվ մի բան էլ կա մի խնդիր հրեական պետության հետ կապված Իսրայելի դիրքորոշման հետ։ Տեսեք, չեմ ասում հրեաների որպես ժողովուրդ, այլ հրեական պետության հետ։ Իսրայել պետությունը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը եւ ավելին շատ դեպքերում նույնիսկ ես չի ուզում ասել ժխտում է, բայց որոշակի ժխտողական քաղաքականություն կա։ Ուղղակիորեն ժխտում չկա, բայց ժխտողական քաղաքականություն կա, դա մի քիչ տարբեր բաներ են։ Երբ որ պետությունը նշում է, որ հոլոկոստը ունիկալ է, միակ ցեղասպանությունը, որը կարող է կոչվի ցեղասպանություն, դա հոլոկոստն է, եւ դուք իրավունք չունեք այլ ցեղասպանություններ կոչել, այլ դեպքերը կոչել ցեղասպանություն։ Եվ հայոց ցեղասպանությունը բնականաբար դրա տակ է ընկնում, բացի այդ շատ լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ եւ այդ քաղաքական դիրքորոշումը հենց դա է, որ մենք հայոց ցեղասպանությունը չենք ճանաչում, բայց պարբերաբար, երբ որ Թուրքիայի հետ հարաբերությունները սրվում են, իսրայելական քաղաքական գործիչները հանկարծ հիշում են, որ նման թեմա կա եւ այսպես սպառնում են, որ իրենք կարող է ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Բայց այնուամենայնիվ հա այս խնդիրը կա, ուղղակի մի բան էլ կուզենամ հիշեմ, ու այս հարցը ոնց որ փակեմ, որ գիտեք, ես անձամբ չեմ հանդիպել ոչ մի հրեա, ով ժխտի հայոց ցեղասպանությունը։ Միգուցե իրենք կան, ամենայն հավանականությամբ կան, հա, բայց ես եղել եմ Իսրայելով հրավերով հենց իրենց Yad Vashem թանգարանի կողմից, իրենց կենտրոնական թանգարանն է, 2 շաբաթ այնտեղ ժամանակ եմ անցկացրել, բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ունեի շատ ծանոթներ Միացյալ Նահանգներում, ում հետ շփվում էի հրեա ազգությամբ, իրենք բոլորը ընդունում են, որ կատարված է ցեղասպանություն, այսինքն հասարակ բնակչության շրջանում գրեթե 100, լավ 100% չասեմ, բայց մեծամասնության մոտ այդ ընկալումը կա, բայց իսրայելական պետության շահերը լրիվ ուրիշ բան են այսպես պահանջում եւ ամենալավ էս օրինակը դա Ռաֆայել Լեմկինն էր, մի մարդով ստեղծեց genocide կամ ցեղասպանություն տերմինը, ինքը հրեա էր, հրեա էր եւ երբ որ արդեն ցեղասպանության կոնվենցիան կար, իր ներմուծված բառը արդեն իրավական տերմին էր, երբ որ իրեն հեռուստատեսության CBS-ում էլի որ ասենք Google-ում հավաքեք Ռաֆայել Լեմկին genocide CBS կբերի այդ փոքրիկ հարցազրույցը, որտեղ ասում են, բա ինչի դուք այդ բառը հորինեցիք, ասես ես հորինեցի, որովհետև դա այն էր, ինչ թուրքերը արեցին հայերի հետ, իսկ նացիստները արեցին հրեաների հետ, այսինքն այդ կապը այնքան ամուր է մեր երկու այսպես ցեղասպանությունների մեջ, որ
ես կարծում եմ, որ իհարկե տրամաբանական կլներ, որ մենք աշխատենք մեկ այսպես ալյանսով, մեկ փոխգործակցությամբ, բայց ցավոք սրտի քաղաքական խնդիրները, քաղաքական պատճառները շատ դեպքերում մեզ ոչ միայն չեն միավորում, այլ նույնիսկ հակառակորդ են դարձնում։ Շնորհակալ եմ դոկտոր Մանկյան, երևի թե վերջին հարցը կարդամ, հարգելի ներկաներ, անչափ շնորհակալ եմ ձեր հարցերի համար։ Մենք արդեն բավականին անցել ենք մեր ժամանակից եւ կցանկանամ եւս մեկ հարց կարդալ, բայց ուրախությամբ նաեւ նշել, որ բոլոր նյութերը, ինչպես նաեւ մեր հանդիպած տեսագրությունը կգտնեք մեր առցանց կրթահարթակի էջում եւ գուցե ապագայում եւս մեկ նման հանդիպում կազմակերպենք, քանի որ հետաքրքրությունները այսքան շատ են, որ իհարկե զարմանալի չէր։ Վերջին հարցը կարդամ դոկտոր Մանուկյան, երևի թե ովքեր են համարվում ցեղասպանության շահառուները բացի թուրքերից, որ երկրներն են շահող եղել ցեղասպանության արդյունքում եւ նաեւ ֆինանսական ինչ օգուտներ են ունեցել յուրացնելով հայերի հողերը, տները, պալատները, գործարանները եւ ֆինանսական այլ ռեսուրսները։ Այո, դա շատ կարևոր հարց է, որովհետև դա նաև այն բանալի հարցն է, մեղքն է այդ ամբողջ ժխտողականության, որովհետև եթե մենք փորձում ենք հասկանանք ինչպես է ստացվում, որ 100 տարի անց այս պետությունը, չգիտեմ, այսօրվա թուրքական հանրապետությունը, որը թվում է թե պետք է կարող էր ընդունել այս մեղքը եւ ցույց տալու համար, որ ինքը նաեւ այսպես հրաժարվում է ինչ որ չափով օսմանյան ժառանգությունից, որտեվ Մուստաֆա Քեմալից հետո իրոք այդպես էլ եղավ, երբ որ ստեղծվեց թուրքական հանրապետությունը, Մուստաֆա Քեմալը հրաժարվեց շատ այսպես բաներից, շատ օսմանյան ժառանգության շատ տարերից, նույնիսկ տարերը փոխվեցին, նույնիսկ ազգանունները ներմուծվեցին, նույնիսկ զգեստը փոխվեց, այսինքն այն ամեն ինչ կապում էր Թուրքիային, թուրքական հանրապետություն օսմանյան անցյալի հետ կտրվեց ուղղակի վերացավ, բայց արի ու տես որ մի բան չկտրվեց, դա հայերի նկատմամբ վերաբերմունքն էր եւ ինչու դա այդպես արվեց, հենց այս հարցի պատասխանն է։ Թուրքիան իհարկե թիվ 1 շահառուն է եւ ինքը շահառում է եւ հողերի, եւ տարածքների, եւ փողերի, եւ նաեւ ֆինանսական ռեսուրսների, որովհետեւ այդ հսկայական հարստությունը վերաբաշխվեց այդ տարածքում ապրող թուրքերի, քրդերի կամ այլ, չգիտեմ, տարերի միջև, այն դարձավ թուրքական կապիտալի հիմքերից մեկը, որի վրա սկսեց կառուցվել թուրքական բուրժուազիան եւ այսօրվա թուրքական հանրապետությունում շատ տնտեսական հսկաներ, չգիտեմ, օրինակ Քոչ ընտանիքը կամ Սաբանջի ընտանիքը, ովքեր այսպես ամենահարուստ ընտանիքներից են թուրքական այսօրվա թուրքական տնտեսության հսկաներն են, հսկայական կորպորացիաներ են տնօրինում, իրենց ունեցվածք հայկական ունեցվածքն է եւ նրանցից մի մաս օրինակ Սաբանջիները նույնիսկ ընդունում են դա եւ բարբերաբար օրինակ չգիտեմ մեղանչելու համար թե ինչի համար օրինակ իրանք բավականին լիբերալ համալսարան են եւ մեկ-մեկ կարող է կոնֆերանս նույնիսկ անեն նվիրված հայկական հարցին բան եւ այլն բայց ամեն դեպքում իհարկե առաջինը թուրքական պետություններ եւ թուրք ժողովուրդներ դրա շահառուն քրդերն էին որովհետեւ այն տարածքը որը մենք կոչում ենք այսօր Արևմտյան Հայաստան հիմա քրդերը կոչում են Հյուսիսային Քուրդիստան եւ մեծամասնություն են այնտեղ եւ իրենց ազգային երազանքի մեջ այդ տարածքները դա ապագա քրդական պետության մասն են։ Հետաքրքիր է շատ, որ ինչպես է փոխվում հիշողությունը։ Այդ իմիջիայլոց այդտեղ ապրող քրդերից շատերը օրինակ ընդունում են հայոց ցեղասպանությունը։ Մի մասը ընդունում է նաեւ մեղքը, բայց միաժամանակ իրենք երբեք պատրաստ չեն այդ հողը կիսվել այերի հետ եւ դա անցալում են որպես իրենց սեփական հայրենիք, քրդական հայրենիք Հյուսիսային Քրդիստան։ Շահառուների շարքում կարող ենք ասենք նաեւ մեծ տերություններն էին, որովհետեւ արևմուտքն էր, այսպես ընդհանուր հավաքական անունով, որտեվ Թուրքիային նա ստացավ Թուրքիան որպես դաշնակից Ռուսաստանի դեմ, որպես դաշնակից Մերձավոր Արևելքում, որովհետև միշտ իր ձեռքում ուներ այդ մահակը, որ Սևրի պայմանագիրը որպես մահակ, որ մենք վաղը սա կարող ենք գործարկենք քո դեմ, եթե դու մեր շահերին հակառակ գործես։ Դրա շահառուն նաև ինչ որ տեղ միգուցե Ռուսաստանն էլ էր, որովհետև
մի հսկայական հայկական բնակչություն բնաջնջվեց այս տարածքից եւ այդ մեծ կշիռը, որ հայերը կարող էին ունենային մերձավոր արևելքում եւ հավակնություններ ունենային շատ ավելի մեծ անկախ պետությամբ, խորհրդային միությունը դժվար թե դրան կողմ լիներ եւ խորհրդային միության համար դա կարող է լրացուցիչ բեռ լիներ եւ միգուցե եւ նաեւ Լենին Քեմալ այդ համաձայնագիրը, որը մենք տեսնում ենք, որը ի վերջո կիսեց նույնիսկ այն փոքրիկ Հայաստանը, որ մնացել էր Կարսի մարզը տալով թուրքերին, Կարսի մարզ եւ Սուրմալուի շրջանը տալով թուրքերին եւ մնացած հատվածը մտցնելով խորհրդային Ռուսաստանի մեջ, որ այդ խորհրդային միություն դարձավ մեջ, նաեւ միգուցե կարելի է այդտեղ տեսնել շահառու։ Այսինքն շահառուները շատ էին եւ կարծում եմ, որ հենց այդ մի տեսակ աշխարհակահական կոնսենսուս ստացվեց այն ժամանակ եւ դրա համար մենք չկարողացանք հետապնդենք, այսինքն մեր իրավունքները շահերը։ Բայց մի բան կա, որ ես կուզենայի հիշեմ, որ այդ շահերը վաղեմության ժամկետ չունեն, այդ շահերը կարող են հետապնդվել եւ մի օրինակ բերեմ, որը կարող է դες թվա, որ շատ հեռու է, այսինքն մեր իրականությունից, բայց դա Նամիբիայի եւ Գերմանիայի դեպքն է։ Ուրեմն Գերմանիան եւս մի ցեղասպանություն է իրականացրել դարասկզբին 1904-1908 թվականին։ Եվ իրենք գաղութ ունեին Աֆրիկայում, հարավ արևմտյան Աֆրիկայում, այսօրվա Նամիբիայի տարածքում հերերո ցեղ էր ապրում եւ այդ հերերոների հողերը հսկայական հողեր էին, հերերոների հողերը գտնվում էին գերմանական կայսրության, գաղութային կայսրության մեջ։ Եվ որ 1804-ից 8 թվականը հերերոները ապստամբում են, գերմանացիները ոչ միայն իրանց ճնշում են, այլ ցեղասպանում են, ուղղակի բնաջնջում են ամբողջությամբ այդ ժողովուրդ, մի 10,000 մարդ է մնում ընդամենը։ Եվ 100 տարուց ավելի գերմանացիները չեն ընդունում իրենց մեղք, իրենք նույնիսկ հոլոկոստի մեղք ընդունել էին, ռեպարացիա տվել էին, բայց հերերոների հետ կատարվածը չէին ընդունում։ 2015 թվականին Գերմանիան ընդունեց Նամիբիայում իրականացված ցեղասպանությունը, ներողություն խնդրեց Նամիբիայի ժողովրդից, հերերոն այդ Նամիբիայի ժողովուրդներից մեկն է, եւ սկսվեցին բանակցություններ փոխհատուցման դիմաց։ Գերմանիան նախ վերադարձրեց այդ ամբողջ մշակութային ժառանգությունը, որ Նամիբիայից դուրս էր բերել, որ գերմանական տարբեր թանգարաններում էր պահվում, դա հետ վերադարձրեց, պաշտոնական ներողություն արձանագրվեց եւ հիմա գնում են բանակցություններ գումարի շուրջ, ինչ գումարի կոմպենսացիաների մասին է։ Գերմանիան պատրաստ է վճարել 1 միլիարդ եվրո եւ դրա շուրջ ոնց որ կա համաձայնություն, բայց Նամիբիայում կան խմբեր եւ այսպես դեռ չեն եկամել, Նամիբիան պահանջում է 9 միլիարդ եւ նաեւ պահանջում է հողային որոշակի պահանջներ ունի, որովհետեւ այդ տարածքում դեռ մնացել են գերմանացիներ, որոնք ունեն հողային ունեցվածքներ, Նամիբիան նաեւ դա էլ պահանջում։ Ինչի՞ եմ այս օրինակը բերում, որպեսզի հասկանանք, որ ի վերջո, հա, այս 100 տարուց ավել անցած դեպքը նույնիսկ կարող է ինչ որ քաղաքական զարգացումների, ինչ որ փոփոխություն, ինչ որ աշխարհակահաղական հետաքրքրությունների հետևանքով նորից վերածնվել, վերակենդանանալ։ Եվ ուղղակի դու որպես ազգ, դու որպես ժողովուրդ պետք է դրան պատրաստ լինես, ինչպես նամիբիացիները հանկարծակի բոլորի համար անսպասելի պատրաստ եղան եւ իրենք օգտագործեցին այդ շանսը եւ հիմա փորձում են վերականգնեն իրենց պատմական արտարությունը իրենց հետ գործած ոչրի համար։ Եվ ես կարծում եմ, որ մեր պարագան ինչքան էլ այսօր ֆանտաստիկ չթվա, ինչքան էլ, չգիտեմ, մեր այսօրվա իրավիճակում կարող եք ասեք, որ ես իդեալիստական ինչ-որ գաղափարներ եմ բանանում, բայց միգուցե ինչ-որ մի օր մենք կարողանանք այդ հարցի պատասխան եւ արտար լուծումը ստանալ։ Ուղղակի այդ առումով այդ հարցը չպետք է մոռացվի, այդ հարցը միշտ պետք է բարձրացվի, տակ պահվի, ինչպես եւ հայոց ցեղասպանության պարագայում, այնպես էլ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունները եւ մեր հայրենակիցների 150,000 հայրենակիցների այնտեղ բռնի տեղանությունը եւ էթնիկ զտումը։ Ինձ թվում է, որ հանձնվելը դա ամենավերջին բանն է, որ մենք կարող ենք անենք եւ նաեւ երբ որ մենք խոսում ենք հայոց ցեղասպանությունից, պետք է հասկանանք, որ դա միայն պատմական թեմա չի, դա մի բան է, որ առնչվում է մեր ամենօրյա կյանքին եւ նաեւ ինչու՞ չէ մեր ապագա քաղաքական այսպես ձգտումներին եւ տեսլականին։ Շնորհակալություն
Դոկտոր Մանուկյան, եւ նման հանդիպումները կարծում եմ շարունակական պետք է լինեն, որոնք ուղղված են ոչ միայն հայաստանյան լսարանին, այլ նաեւ Սփյուռքի լսարանին եւ ինչպես սկզբում նշեցինք, պետք է անել ամեն քայլ, ամեն մեկս մեր հասանելիք չափով, որ այս հարցը միշտ մնա օրակարգում եւ այո, լինենք թեկուզ մի փոքր իդեալիստ, բայց իդեալիստ լինելով պետք է նաեւ աշխատենք ամեն մեկս մենք Հայաստանում, Սփյուռքում մեր հայրենակիցները, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի եւ այո, հնարավոր է որ դա լինի։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Դոկտոր Մանուկյան, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, եթե թույլ կտաք երկու խնդրանք։ Առաջի խնդրանքը ես այն զեկույցը, որի մասին ես խոսեցի, այդ բաների, ռեպարացիաների, ես կարող եմ ձեզ ուղարկեմ, դուք տեղադրեք ձեր կայքում, որպեսզի ով ուզենա դրանց օգտվել, եւ երկրորդը, եթե հնարավոր է չաթը չջնջվի մեր այս հանդիպումից հետո եւ պահպանվի, ես կուզենայի այս չաթը ունենալ նաեւ իմ համար, որպեսզի քանի որ մենք հարց տվեցինք, կուզենայի նաեւ հարցի պատասխանը մենք ունենայինք։ Անպայման։ Եվ ես եմ շնորհակալ եւ չաթում այնքան շնորհակալական խոսքեր կան, ես ուղղակի չեմ հարցնում թերթել Դոկտոր Մանուկյան, շատ շնորհակալական խոսք, այնքան մի արտահայտություն կար, որ միանգամից գրավեց իմ ուշադրությունը, որ այս դասախոսությունը աներկբա պետք է լինի բոլոր դասագրքերում։ Եվ նաև ինչ վերջացնելը իհարկե, այսպես պաշտոնապես կցանկանամ նաև ամփոփել մեր այդ հարցման արդյունքները, քվեարկության արդյունքները, առաջին տեղում գաղափարականն է դոկտոր Մանուկյան եւ երկրորդը աշխարհաքաղաքականն է։ Դեմ ձեզ հարմացրեց պատասխանները, թե նման պատասխաններ շատ եք ստանում։ Չէ, շատ են։ Այո, գաղափարականը։ Շատ լավ։ Եվ շնորհակալություն։ Ենք շնորհակալ։ Շնորհակալություն ասել կլինի ասել ոչինչ այս ներկայացման համար, դոկտոր Մանուկյան եւս մեկ անգամ եւ իմ անունից եւ ամբողջ հայկական վիրտուալ համալսարանի եւ մեր մասնակիցների անունից ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս խորաթափանց վերլուծության համար։ Ձեր կատարած աշխատանքը շարունակում է օգնել մեզ ոչ միայն հասկանալու այս ողբերգությունները, այլև խորապես գիտակցելու հիշողության, ճշմարտության եւ իհարկե նաեւ կրթության կարեւորությունը։ Շնորհակալ ենք շատ։ Եվ իհարկե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մասնակիցներին, որ միացաք այս կարևոր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ բոլոր նյութերը, ինչպես նաև հանդիպման տեսագրությունը կարող եք գտնել Հայկական վիրտուալ համալսարանի առցանց կրթահարթակի էջում։ Լիահույս եմ, որ կշարունակեք ձեր ակտիվ մասնակցությունը առցանց կրթահարթակում, որտեղ միասին շարունակելու ենք բացահայտել հայկական պատմության եւ ինքնության կարևորագույն թեմաները։ Մաղթում ենք բոլորիդ խաղաղ երեկո եւ սպասում մեր հաջորդ հանդիպմանը։ Շնորհակալություն եւ հաջողություն։